այսպիսին է ամայացած հայրենիք հայկական հիշատակների վիճակը Արևմտյան Հայաստանում ֆորմատը եկեք հենց հիմա որոշեք մի քիչ հարցի հարցերը վերջում թե ընթացքում հարցերը ոնց կասեցիք կոնցենտրի համար Երևի ընթացքում դες որ մի մարդ իր հարցը չմոռանում որ ես դասախոսական ջիղը չունեմ, որ տարիներ ամեն օր մարդ կարող է մտնի լսարան ու նույն բանը թութակի պես արդեն ես ինքս հոգնել եմ այս երկից այսինքն ինձ հետաքրքիր չի սրա մասին խոսել ես լավս եմ ասում հակառակ որ այդքան շատ չեմ խոսել երևի դասախոսները բայց վերջապես ընդհանուր գծերով բնականաբար Արևմտյան Հայաստանում հայկական հուշարձանների վիճակը այս է նստում։ Ընդհանուր վիճակ չկա։ Այսինքն վիճակ բառը երբ որ տասնամյակներ պետական ծրագրով անհետացրել են, ոչնչացել ու ամենը նպատակամղված հետևողականորեն, այսինքն մենք հիմա միտեղ ենք, որ շանքներ ենք հավաքում ինչ-որ ճարուն ենք։ Նախ երևի արժի պատկերացում կազմել, թե հուշարձաններ ասելով ինչքան, դրանց քանակությունը ինչքան է եղել։ Բնականաբար Արևմտյան Հայաստանի տարածքում հուշարձանների հաշվառման կամ նմանատիպ որևէ աշխատանք երբևէ չի արվել եւ մենք մեր հայրենիքի հետ լայնածավալ հատվածը փորձել ենք ըստ էության առանց հասցրածնելու նվազագույնս ճանաչել։ Մեր տեղագիր հեղինակները, որ հիմնական հոգեորականներ էին, որ 19-րդ դարի կեսերից, երկրորդ կեսից սկսել էին յուղ-յուղ ճամփորդել, հիմնականում անդրադարձել են այն գյուղերին, որոնք այդ պահի դրությամբ հայաբնակ էին։ Շատ քիչ հեղինակներ ունենք, ասենք բացառություն ասենք Երեմիա Տեր-Կանցը, նրա եղբայր Արստակես Տեր-Կանցը, վանեցիներ են Տեր-Կանցը վերացրել։ Ուրեմն որոնք որ նաև այլասպրյալ գավառի իմաստով, այլաս գյուղերն են հիշատակել, դրանց բնակչության թիվը անշուշտ միայն տներով, ոչ շնչերով, եւ կարևոր հուշարձաններ, եթե եղել են, հիշատակել են, որ ես ինչ փրկաբնակ օրինակ գյուղի մեջ կամ մոտը, այսինքն եւ հիմնականում անդրադարձել են վանքերի եկեղեցիներին։ Այսինքն հիմա հուշարձան ենք ասում, բայց տասնամյակներ, այսինքն կարող ասեմ վերջին 1-2 դարի ընթացքում հուշարձան ասելով եկեղեցի ենք ասում։ Մնացած այդ 1001 հուշարձանները կարծես նույնիսկ դուրս է։ Օրինակ Որսո Պատրիարքարանը 1912 թվականին դա կառավարության թուրքական իշխանությունների պատվերն էր, որ մի հատ ներկայացրեք ցանկ, թե որտեղ ունենք եկեղեցիներ։ Եվ Որսո Պատրիարքարանը թեմերի առաջնորդներին հանձնարարականներ էր տվել, որ ձեր գավառներում եկեղեցիների ցանկեր տվեք։ Իրար վրա 400 քանի եկեղեցու ցանկ էին տվել, չներողություն շքոթեցի թիվը, 2000-ից ավել։ 2000-ից ավել, իմաստույթ թիվը չեմ հիշում, բայց հայտնի բաներ են դրանք։ Եվ բայց միշտ խոսվում է, որ 2000-ից ավել հուշարձան կար օրինակ Եղևնից առաջ, եւ բայց հիմա այդ հուշարձանները քանիսն են մնացել, քիչ են մնացել։ Հիմա նախ պետք է միշտ հիշենք, որ ցանկը, որ կազմվել է, միայն գործող եկեղեցիների ցանկն է։ Մենք գյուղեր ունենք, մինչև ճիշտ ասած գյուղեր ունենք, որ 8-ից 10 եկեղեցի ու մատուռ ու վանք ունեն գյուղում եւ շրջակայքում։ Միայն եթե այդպես անգլից ենք նայում, քրիստոնեական պաշտամունքային կառույցներ, ուրեմն արդեն եւ բայց դրանից ասենք այդ բան գործում միայն մեկը։ Գյուղեր ունեինք, որ արդեն դրոշ մեկը չէր գործում։ Ամենը ամայացած վիճակում էին։ Ուրեմն այդ ցանկը ինքնաբերաբար ստացվում է, որ որևէ իր հուշարձանների իմաստով, որ ասենք այսքան հուշարձան ունենք, որևէ ճշմարտություն շատ հեռու մի թիվ է։ Չի առնչվում։ Հիմա այս վիճակում հասկանալ, փորձենք հասկանալ, թե լավ այնուամենայնիվ, որքան հուշարձան էր, թեկուզ մոտավորապես ինչքան հուշարձան ունեին Արևմտյան Հայաստանի տարածքում։ Ես առաջարկում եմ
այդ թիվը դուրս բերել հետևյալ ձևով։ Դեռ 1920-ական թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության տարածքի 30,000 քառակուսի կիլոմետրի վրա եղած հուշարձանների խորհրդային պասպորտավորում էին ասում, հիմա վկայագրում կամ վավերագրում, ուրեմն ընթացել է այդ աշխատանքը եւ մինչեւ հիմա չի ավարտվել, ճիշտ ասած, մինչեւ հիմա դեռ շարունակվում է։ Երևակայեք արդեն 9 տասնամյակ այս 30,000 քառակուսի կիլոմետրի վրա եղած հուշարձանները, հակառակ որ պատկան մարմինները միշտ եղել են, գոնե խորհրդային տարիներին նախարարների խորհրդին առընթեր հուշարձանների պահպանության եւ օգտագործման գլխավոր վարչությունը կար իր մասնաճյուղերով, այսինքն շատ ուժը տեղը մի կառույց էր եւ տասնամյակներ ունեցել են հնարավորություն, բայց չեն կարողացել ամբողջացնել, բայց առ այսօրվա դրությամբ 24,500 քանի հուշարձան, կլորացնում եմ 25,000 հուշարձան, Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվարկված։ Հիմա 30,000-ի վրա 25,000 հուշարձան, որ չի ավարտված աշխատանքը, դեռ շարունակվում է, այսինքն անշուշտ մեծ թվեր այլևս չի ավելանա, բայց գուցե 1-2,000-ը դեռ կավելանա, որտեղ մեծ մասամբ արել են։ Ավելի մնացել են այն հուշարձանները, որոնք ավտոմեքենայի հասանելի սահմաններից դուրս են, դե ցավոք սրտի հայ մարդը իր հայրենիքի կածաններով քայլել չի սիրում, այս մի հատ արդեն ուղղակի մի հատ արատ է, որ սերնդեսերունդ է փոխանցվում, հույսով եմ, որ ձեզանից ոչ մեկը չի կրում այդ արատը, հակառակ դեպքում ստեղ չէի կլինի կարծում եմ։ Ուրեմն եւ անտառներում ու ճանապարհներից հեռու եղած բնավայրերում, լեռներում անշուշտ դեռ կան հուշարձաններ, որ պիտի հաշվարկվեն, պիտի վկայագրվեն եւ ավելանան այդ ցանկին։ Բայց այսօրվա դրությամբ 25,000-ի շուրջ ուրեմն հուշարձան կա հաշվարկված։ Հիմա Արևմտյան Հայաստանը առանց փոքր հայքի եւ Կիլիկիայի մոտարապես 210-15,000 քառակուսի կիլոմետր է, սա նշանակում է 7 անգամ ավելի տարածք, քան ներկայիս Հայաստանի Հանրապետությունում։ Շեշտում եմ նորից առանց փոքր հայքի, որ նորից մեր բնորանն է, Կիլիկիան ուրիշ հանգամանք ունի, պետականությունը ստեղծված լինելու պատճառով այդ երկրամասը մեզ համար մի հատ ոչ նա է գաղթավայր է, ոչ նա է իրականում խորքում գաղթավայր, բայց հանձինս իդեմս այդ պետության հանգամանքին Կիլիկիան մյուս գաղթավայրերից շատ տարբեր է մեզ համար, այսինքն մի ձևի կես հայրենիք մակարդակի վրա է, իմ անձնական կարծիքն է անշուշտ սա, ամենայնտեպս ամբողջ աշխարհը, ամեն ազգի ճանապարհորդներ, վաճառականներ, դիվանագետներ, դարեր շարունակ, երբ որ Հայաստանի քարտեզ են գծել ամեն լեզուներով աշխարհի, սկսած զմուշները կան 17-15-րդ դարերից, Արմենիա մայոր, Արմենիա մինոր, երկիր մոլորակի մեծ եւ փոքր հայքերի զբաղեցած տարածք են ճանաչել Հայաստանը։ Այսինքն ոչ մեկ օտար ազգի, իսկ շատ կարևոր է իմիջայլոց աշխարհի իմաստով ընկալումը մեր հայրենիքի եւ փոքր հայքը հայրենիքի մասը, բայց որ հասնում է մինչև Սեբաստիան, դեպի արևմուտք մինչև Սեբաստիան հասնում է, բայց ուրեմն առանց դրա նույնիսկ 210-15,000 քառակուսի կիլոմետր միայն մեծ հայքն է, ուրեմն 7 անգամ ավելի մեծ տարածքան ներկայիս Հայաստանի Հանրապետությունը եւ եթե հիմք վերցնենք այն հանգամանքը, որ պատմական Հայաստանի տարածքում հուշարձանների խտությունը առհասարակ միջին հաշվով գրեթե նույնն է։ Անշուշտ ունենք դաշտային գավառներ, որ ավելի որտեղ դաշտային են եւ խոցելի, ըստ այդմ խոցելի շնամիների համար, ավելի ոտատակ եւ ավելի քիչ հուշարձաններ են պահպանվել դաշտային շրջաններում, բայց փոխարենը մեր դաշտերը շրջապատված են ամեն գավառներում լեռներով եւ եթե դաշտում քիչ հուշարձան ունենք, ուրեմն մեծական լեռներում, նախալեռնային գոտում եւ այլն, դրա փոխարեն շատ ավելի հուշարձան ունենք եւ միջինացված մի հատ վիճակ ունենք, որ կարելի է այս տվյալները փոխանցել անշուշտ մոտավոր, բայց ես այդպես հակված եմ այդ թիվը դուրս բերելու համար այդ ճանապարհը ընտրել, ուրեմն 25,000 անգամ 7 անգամ մեծ Արևմտյան Հայաստանը եւ 3 անգամ, այսինքն մոտ 90,000 քառակուսի կիլոմետրը փոքր հայքն է։ Այսինքն եթե որ n-ը հետը հաշվենք, փոքր հայքն ուրեմն 10 անգամ 25,000 հուշարձան։ Այսինքն կարող ենք երևակայել, որ այսքան եղել է, ոչ թե որ հիմա կա կամ ինչ կար։ Ուրեմն կար մոտարապես 225,000 հուշարձան,
միայն մեծ և փոքր հայքի Արևմտյան Հայաստանում բաժին հասած մասերում։ Ես անշուշտ այս թվի մեջ չեմ ներառել ներկայիս Ադրբեջանի տարածքում հայտնված պատմական Հայաստանի գավառներում եղած հուշարձանների թվաքանակը, սկսած Նախճեվանից Հյուսիսային Արցախում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և Վրաստանի Գուգարքյան շրջանները, նորից մեծ հայքի Գուգարք նահանգի գավառները, մեր հայրենիքի կարևոր բնորան մասերը, որ նույնպես այդ տարածքում առնվազն ենթադրում եմ 3-4 հազար հուշարձան, որ հաշվառումը ավարտվի, մասամբ արված այդ աշխատանքները, այդպիսի մի թիվ կունենանք։ Ուրեմն հուշարձանների թիվը տեսնում ենք, որ ահռելի մեծ պատկառելի թիվ է, 250,000, եթե ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի եւ գնացածներ հաշվենք, կարող ենք ասենք մոտ 300,000 հուշարձան դարերի ընթացքում մեր նախները արարել են եւ իբր ժառանգություն փոխանցել, որից բնականաբար ինչ-որ 30,000-ի արդեն 12,000-ը գումարած, 42,000-ի նկատվում եմ Արցախի Հանրապետությունը, այդ տարածքի վրա եղած հուշարձաններն են, որ հաստորեն, եթե որ երբեմն անշուշտ ունենք տվյալներ, լուրեր են հասնում, որ վնասվում են, որ ավելվում են, բայց այդ ինչ-որ տեղի ունենում, դա տեղի ունենում տեգիտության, միայն տեգիտության պատճառով, օրինակ ասենք գանձախուզություն ամենտեղ կա, նախանցած տարի 2009-ին օրինակ Լորվա շրջանում ճանապարհորդելով մի քանի տեղեր տեսանք շատ տխուր վիճակ, բարձրական շվանքի, Սուրբ Գրիգոր վանքը, որ եկեղեցու պատի մեջ կար արևային ժամացի բարձրականդակ շատ շքեղ մի արևային ժամացություն ունի, դա հնարավոր չէ քար ընկնել, որտեղ վերի քար չէ, պատի միջնամասի քար էր, եւ վնասելով կողքի քարերը, այսինքն լոմով թե ինչով մի կերպ այդ արևային ժամացի տակ մտածել է, որ սա տգիտություն է։ Երբեմն ես ուզում եմ այս ուշադրությունը ուղղակի հրավիրեմ, որտեղ մինչև Ռաֆի Հովհաննիսյանը, ժառանգության, նա օրինակ բաներ արել, որ հենց մենք հավասարության նշան բաներ դնում, թուրքերի կատարածի եւ մեր, որ հենց նույն բանը մենք ենք անում, մեր ինչ են թուրքերից խոսում, օրինակ, այս կարգի մի հատ արտահայտություն եք թույլ տվել, իհարկե շատ ցավալի է, որ մենք մեր պատկանելությունը, մեր հարգանքը նախների հիշատակի առաջ ուրեմն այնքան ընկած է, որ մենք երբեմն ուրեմն տեգիտության դրսևորումներով վնասում ենք մեր հուշարձանները, անշուշտ շատ ցավալի է, բայց Հայաստանի Հանրապետության տարածքում բնականաբար հուշարձանները չեն վնասվում մի շատ կարևոր պատճառով, դա նա է, որ հայկական է։ Մեր հարևան Վրաստան, Թուրքիա եւ Ադրբեջան, այս երեք երկրների տարածքում հայկական հուշարձանները ծրագրային ոչնչացման են ենթակա միայն այն պատճառով, որ հայկական են, գումարած գանձախուզությունը եւ այլն։ Ուրեմն, ինչ վերաբերում է Արևմտյան Հայաստանի այսօրվա նույնիսկ քանի որ մասնավոր է Արևմտյան Հայաստան, դրա համար փորձեմ որ չտարածվեմ, ասեմ ես առաջին անգամ Արևմտյան Հայաստան 2000 թվականին եմ ոտտրել, Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճան այդ տարիներին ուխտագնացություններ էր կազմակերպում, նրանցից մեկին մեր կազմակերպության հիմնադիր նախագահ Արմեն Հախնազարյանի հանդուցյալ երկու տարի առաջ վախճանեց ցավոք, իր խորհուրդով միջև պարտադրանքով, ճիշտ ասած այդ օրը հիմա տարիներ է անցնում, բնականաբար մարդ տարիների հետ հիմա երբ որ հիշում եմ ինչ պատասխան եմ տվել ժպիտս է գալիս ասածից վրա, այսինքն շատ հիմար մի խոսք։ Բայց երբեմն լսում եմ, որ մարդիկ կան, որ միջև հիմա այդ խոսքը ասում են։ Ես Արմենին ասեցի, Արմեն ջան, որտեղ պապիկս Վանի Արտիշկավարի Բերտախ գյուղից էր, ոչ ասում հայրենիքս է, մորս կողմից պապիկս Բասեն Գավառի Արուճագրան գյուղից, այսինքն երկու կողմից էլ վերջապես սերում է, եւ ասել որ ինձ համար իսկապես դժվար է, այսինքն իբրև զբոսաշրջիկ մի քիչ հոգեբանորեն ինձ դժվար է։ Թող որ ես այնքան գործ ունեմ Արցախում, Վրաստանում, եւ ինչքան մարդ կարածվի, այնքան չի կարող գործի մեջ խորանալ։ Ուրեմն արդեն ուրիշ մարդիկ թող գնան։ Հնարավորություն կար դեռ Հայաստան արդեն գնալու Հայաստանից, բայց թող ուրիշ մարդիկ գնան։ Վերջապես ամենը մեր վրա չի կամ։ Ասես մի խոսքով հասավ նրան, որ ասես գոնե մի անգամ տես։ Երբ որ գնացի, տեսա, նախ մի բան հասկացա, որ ուսումնասիրությունները, որ իրականացվում էր Գերմանիայից, շատ ավելի ծախսաշատ, եւ Գերմանիայից
Արևելյան Հայաստան գնում էին ճարտարապետներ բոլոր օտարազգի, անշուշտ ճարտարապետները իբր ճարտարապետ լավ էին իրենց աշխատանքը անում, բայց իրենց ներ մասնագիտացված լինելու հանգամանքը գործի շատ չէր օգնում։ Նախ որ մեզ համար ամեն շատ կարևոր է։ Եվրոպացի ճարտարապետները մինչև մի կանգուն, չեմ անում, քանի մետր բարձրությամբ գոնե մի բան չտեսնեն, ուշադրություն չեն հրավիրում։ Եվ այդ իմաստով շատ բաներ հակառակ որ մի մնացորդ կա, բայց մնացորդ չեն ֆիքսում։ Երկրորդը առհասարակ հայերեն բեմադրիչ արձանագրությունների նկատմամբ բացարձակ անտարբերություն է եղել տարիներ շարունակ եւ մինչդեռ գերեզմանոցները ամեն գերեզմանոց տվյալ բնակավայրի անձնագիրն է եւ որ մեծ մասամբ, այսինքն գրեթե ամբողջությամբ մենք Արևելյան Հայաստանում ճիշտ ասած հաստատյութ ուղղակի մատերիալը կհաշվենք այն բնակավայրերը, որոնց գերեզմանոցները թեկուզ տակնու վրա, բայց դեռևս կան։ Այդ գերեզմանոցները հատկապես են ոչնչացվել։ Իսկ գերեզմանոց ամեն գյուղի անձնագիրն է, ամեն բնակավայրի անձնագիրն է։ Եվ երբ որ ոչնչացված է, դրանց բեկորները ինչ չեն աղացել, ինչպես ջուղան, տասնամյակներ գոնե այդ մոլագար վիճակը, որ այդ աստիճան անհետացնեն, չի եղել։ Իբրև քար ուղղակի գործածել։ Ուրեմն պետք է արդեն գյուղում, տնետուն, գոմից գոմ, ինչքան շենք կա գյուղում, ուրեմն շենքի պատերը պիտի քննեն եւ այդ բեկորները թեկուզ ջարդոտված գտնել, նկարել, շրանքներ հավաքել այսինքն։ Եվ այդ աշխատանքը եվրոպացիները չէին անում։ Ուրեմն, երբ որ վերադարձա այս ստիպված ակամա, այսինքն 1000-ի գործերին գումարվեց Արևելյան Հայաստանը եւ 2004-ից, բայց մինչև առաջին ճամփորդությունը մենք կարողացանք մեր ուսումնասիրական ճամփորդությունը իրականացնել, դա հասավ արդեն 2004։ Ու տնտեսական պատճառներով։ Որովհետեւ ինչ որ անում էինք անձնական միջոցներով էր տարիներին եւ ճիշտ ասած մինչև անցյալ տարի։ Ես մատ ուրախ ուղղակի ասեմ, որ անցյալ տարվանից մեր աշխատանքը պետական հովանավորության ներկայա մշակույթի նախարարության ճանապարհով արդեն ֆինանսավորում ունենք եւ համատելի չի ծրագրերի խտությունը, ընթացքը, տպագրական ոլորտում ճամփորդությունների, որ ամեն ոլորտներում։ Բայց այդ տարիներին մեր միջոցներով էր եւ բնականաբար մինչեւ որ կարողացանք առաջին մեկ ամսյա ճամփորդություն անենք 2004 թվականին, բայց 2004-ից սկսած առ այսօր 9 ճամփորդություն ենք արել, ամենը մեկ ամս տևողությամբ եւ այցելել ենք այս ընթացքում 1146 գյուղ։ 1146 գյուղեր Արևելյան Հայաստանում, որ 9 ամիս աշխատելով մենք մեր կտրվածքով, մեր աշխատանքով, մեր տեսանկյունից աշխատանքները ավարտել ենք։ Ավարտել ենք թվով 11 գավառներում եւ բայց աշխատել ենք 30-ից ավել գավառների մեջ, այսինքն մնացած գավառներում ավել պակաս, միտեղ 10%, դեռևս միտեղ մինչև 80-90%, բայց եւ ընթացքի մեջ են անշուշտ աշխատանքները։ Ամեն տեսակ խոչընդոտներ, ամեն տեսակ, այսինքն սահմանը մաքսատունը անցնելու պահից իրապես ամբողջ խմբի համար նա արտակարգ իրավիճակ է, մինչև 30-րդ օրը, որ սահմանից դուրս կգանք։ Մինչև վերջի վայրկյանը, մինչև անձնագրի մեջ կնիքը խփելը, որ կարող ես երկրից դուրս գաս։ Որովհետև արդեն վերջի 3 ճամփորդությունները մի դիպվածի հետ կապված ցավոք սրտի ուշադրության մեջ են եւ այս վերջի ամեն անգամ մտնումից մտածում ենք գուցե արդյոք նորից կարող մտնենք թե ուղղակի այն սահմանից հետ իրացնենք։ Բայց բարեբախտաբար դեռ անցյալ տարվա աշնանը վերջի ճամփորդությունը ուրեմն բարեհաջող անցավ եւ այդ անցած տարվա ճամփորդության վերջի դեպքը հետաքրքիր էր, թուրք այս ուղղակի ստեղծողները երբեմն ուզում են պատմած լինեն, որպեսզի նաեւ մթնոլորտը ընդհանուր պատկերացնեն։ Ուրեմն երկու թուրք պաշտոնյա մաքսավորներ վերջի պահին, որ արդեն պիտի մեզ արտադրել ուրեմն կնքեն եւ դուրս գանք մտնեն Վրաստանի բաժինը, մենք մյուսի թուրքերենով ասում են տվյալը։ Խմբերը, որ գալիս են 3 շաբաթ, լավ 7 օր, 8 օր, մինչև 10-11 օր ամենաշատը, այս սրանք 1 ամիս ինչ են արել մեր երկրում։ Եվ կոլեգան պաշտոնյա է, թուրք է, քուրդ չի, մյուսին ասում է, իր ընկերոջը ասում է, հատ իրանց հայրենիքն է գալիս, ման են գալիս։ Այսինքն, այս փոքր մի դրվագի, բայց սա ցույց է տալիս, որ ոչ թե պարզ գյուղացիները, որ անկեղծ, աշուշտ մեզ պաշտոնյա անկեղծ այս խոսքերը սա իրար մեջ է խոսակցում։ Այսինքն, մեզ նման բան չեն ասել պաշտոնյաները, բայց լավ է, որ լսեցինք եւ մենք կողքից իմացանք, որ նույնիսկ
պետական պաշտոնյանը լավ են իմանում ինչ հողի վրա են իրենց պետության կազմի մեջ ում պատկանող երկիր են զավթել միացրել իրենց երկրին, վերջապես էլի, ես պետությունը ում հողի վրա է ստեղծել, լավ են իմանում դա, մինչև վերնախավ, և այսինքն այդ ամեն օրվա քարոզչությունը ամենատարբեր ճանապարհներով, երկրի նախագահ վարչապետից սկսած մինչև չեմ անում լրագրողներ թուրքական, որ լսում ենք, որ ցեղասպանություն չի եղել օրինակ, կամ այս կար հազար դրա զուգահեռ երևույթները, այսինքն մի բան իրաց վիճակը պատկերացրել, ամեն օր սուտ են խոսում, իմանալով որ սուտ են խոսում, ամեն օր, բայց թերապես շատ դժվար որ է սուտը տեղ հասցնել, այսինքն իսկապես նույն ադրբեջանցիները մեղ վիճակի մեջ են, բայց մենք որ ամենահզոր զենք որ ճշմարտությունն ունենք, տեսնում ենք որ որքան պասիվ ենք գործում, որքան անդեմ ենք, որքան անգործ ենք ուղղակի։ Բացակայ ենք։ Ազգային դաշտի մեջ, ամեն ճյուղի մեջ, որ ազգային գործունեություն է ուզում, տեսնում ես բացակայ։ Կամ ուղղակի խայտեր։ Արևմտյան Հայաստանի հուշարձանների վիճակը ծանրասկզբից ասեցի արդեն բանից անցել է։ Վարձքի երկու համարը մենք անցյալ տարեվանից սկսեցինք հրատարակել վարձ կոչվող հանդես, այն հույսով, որ տարեկան 2 կամ 3 համար նույնիսկ այդ պարբերականությամբ ուրեմն կհասցնենք։ Առաջին համարը ամբողջությամբ նվիրված է մեր կազմակերպության հիմնադիր նախագահ Արմեն Ախնազարյանին։ Ես Արմենին 90 թվականին եմ ծանոթացել, անշուշտ արդեն տարիներ, ես 78-ից, ուրեմն դպրոցս ավարտած տարի 78 թիվն էր, և Հայաստանի սահմաններից դուրս եկած տարի նորից 78-ն էր, այսինքն այդ տարվա ամառը համալսարանի պատմական պատմությունը իբր սիրում էի, քննություն տվեցի, հենց պատմությունից կտրվեցի, և երջանիկ, որ այդ օրեր մյուս քննություններից, որտեղ օրեր դիանցի մյուս քննություններ բան և այլն, այսինքն միանգամից ազատագրվեցի և արդեն հաջորդ օր ուսապար կուրսից 3 օրում հասա Արցախ, ոտքով, Երևանից մինչև առաջին գյուղի Գետավան, հետո երրորդ օրը հասել էի Գետավան և մանավանդ Ռմբոստյան Լեռնանցքից Զոդի Լեռնանցքով հիմա ասում են, եթե որ մի անգամ նայեք Արցախ աշխարհին, բայց գժվելի տեսարան, գժվելի, ես այդ պահից Արցախը ուղղակի հենց էլ սիրեցի, որ ոնց որ մարդիկ ծննդով էր։ Ուրեմն տևական ճամփորդություններ ունեցա դեպի Արցախ, հետո Իսրայել Արցախ, հետո Կուրի Զախարնյա շրջաններ և եկավ հասավ 90 թվականը, երբ որ արդեն եղավ Ախնազարյանին ծանոթանալու։ Երբ որ ծանոթացանք, ինքը պատմեց իրենց գործունեության մասին, կազմակերպության, որ արդեն տարիներ 70-ականների սկզբից, ասում նույն մտահոգություններով, նույն գործն են արել իրարից անկախ, ընդ որում աշխատանքի հետ բաժանում էր եղել մեզանից անկախ։ Գերմանիայից դեպի Արևմտյան Հայաստան, Կիլիկիա, այն օրերի խորհրդային երկրում բնականաբար Արևմտյան Հայաստան գնալ չէր կարելի, Թուրքիա հնարավոր չէր, ուրեմն ես էլ Ադրբեջան ու Վրաստան եմ գնացել և ինքը առաջարկեց, որ անդամագրվեմ այդ կազմակերպությանը, քանի որ նպատակը նույնն էր, սիրով ընդունեցի և 90-ից սկսած մենք մեր աշխատանքները սկսեցինք համադրել և համագործակցաբար։ Ուրեմն մեր վարձքի առաջին համարը նվիրված է Արմեն Ախնազարյանի ուրեմն այս կազմակերպության հիմնադիր նախագահի հիշատակին ամբողջությամբ, երկրորդ համարը բացառիկի ձևով է, ոչ մի ուրիշ նյութ չկա, ամբողջությամբ մեկ նյութ է Արևմտյան Հայաստանում հուշարձանների վիճակը և երրորդը, որ մի 2 շաբաթ առաջ է լույս տեսել, նորից է բացառիկ է, այս անգամ հայկական հուշարձանների վիճակ Ադրբեջանում։ Չորրորդը արդեն կլինի հոդվածների ժողովածու, ընդհանրապես վարձք հանդեսի լույսընծայման անհրաժեշտությունը, որ տարիներ շարունակ զգում էինք, դա գալիս էր նրանից, որ մենք շատ նյութեր ունենք, որ դրանք երբևէ գիրք չէին դառնում։ Մենք գրքեր ունենք հրատարակած, որ հասել է 14-րդ հատորին, բայց շատ նյութեր կան, որ երբևէ գիրք չեն դառնում, դրանք ճիշտ հոդվածի նյութեր են։ Եվ ուրեմն, բայց նույն ժամանակ չէինք ուզում մեր հոդվածները տարբեր պարբերականների տանք ու սենց ցրիվ անեինք, ուզում էինք մեր միավոր ունենայինք և մեր աշխատանքը մեր հանդեսի մեջ լույս ընծայինք։ Ուրեմն ես դրա համար մեջտեղ եկավ վարձքը։ Անունն էլ ճիշտ ասած ես եմ հորինել, բայց քննարկել ենք մեր գրահարպես, ինչ որ մտածում են մեր գրասենյակում աշխատակազմով քննարկում ենք, որտեղ
մի խելքը լավ է, բայց 22 խելք ունենք, շատ ավելի լավ է, ուրեմն գրասենյակում այդքան աշխատակից ունենք, ուրեմն որ կտրուկ ավելացավ այս պետական հովանավորություն ունենալուց հետո անշուշտ մենք այդքան չէինք, ինչ է 2 տարի առաջ ինչան ունենք։ Ուրեմն վարձքը իմ ըմբռնումով, եթե բառարան բացեք, այնտեղ գրված է առանց ակնկալության, վճարման ակնկալության կատարված բարեգործություն։ Ուղղակի հենց բացատրություն կա, բայց իմ ընկալումով որտեղ տարիներ շարունակ ասենք մանավանդ մեր արտասահմանի արտերկրի հայերը, երբ որ ողջունում են, մի խոսք ունեն, ասում են վարձքը կա, այսինքն նպատակիդ հասնես, այդ գործը տեղ հասցնես, բայց այդ իմաստն է։ Հիմա չեմ ասում, որ սա հենց է նպատակը։ Նորություն չեն ասում շատ է։ Չեն ասում, այսինքն ողջունում են, ասում են լավ գործի համար ողջունում են, ասում վարձքը կա։ Ուրեմն թե այս վարձքը կա, որ մեր վարձքը կատար լինի, գործը տեղ հասցնենք։ Բայց իմ ըմբռնման վարձքը նախնիների հիշատակի առաջ ունեցած պարտքն է։ Այսինքն այն պարտքն է, որ ունենք մեր նախնիների հիշատակի առաջ, եւ եթե գիտակցում ենք այդ պարտքը, ինքնաբերաբար ուրեմն մենք մեր վրա վերցնենք եւ փորձենք մեր ապրած կյանքով իրենց թողած ժառանգությանն, իրենց հիշատակին արժանի լինել։ Այսինքն իմ բացատրությունը վարձքի սա։ Ուրեմն վարձքի երրորդ համարը ներկայացնում է Արևմտյան Հայաստանում եղած տարբեր բնույթի, ոչ մենակ բանկի գեղեցիկ, այստեղ կա թե բերք, թե կամուջ, թե տարբեր հուշարձաններ կան։ Հիմնականում զուգահեռ լուսանկարներով են, ովքեր որ տեսել են սպարբերական արդեն տեսել են, ովքեր որ ով ուզում է ունենալ ու չունի մեր գրասենյակում, այսինքն կարող են տրամադրենք, բայց մի գրասենյակ կհասնենք պատմության իսրուպեցիով։ Ուրեմն այսպես զուգահեռաբար նկարներ են ամբողջը, թեթև տեքստ կա 1-2 էջանոց սկզբից, երկլեզվյան է ամեն ինչ որ կա, եւ կարող եք պատկերացում կազմել, թե ինչ է տեղի ունեցել եւ մինչեւ թարմ օրինակները, անցյալ տարվա աշնան օրինակ մենք դիվաբույնի վանքը հասանք այն պահին, երբ որ վանքը քանդում են։ Երևակայք մեր իրավիճակը։ Ոչ այն է, որ ուղղակի ընդհարվես, ոչ այն է, որ լինես հանդիսատես, ոչ այն է, որ անմիջապես վերադառնաս եւ գոնե գավառային ոստիկանության ժանդարմերիային լուր տաս։ Ամեն ճանապարհները փակ են։ Այսինքն անշուշտ կարող են ցանկացած տանեն, եթե այլևս չենք մտնելու Արևմտյան Հայաստան։ Այսինքն տեսեք, Արևմտյան Ցեղասպանությունից առաջ քուրդերը կամ թուրքերը մի գյուղում հայեր էին սպանում, հայերը նամակը տանում էին, գրությունը տանում էին դիվան բաշում, ասում էին, բա դες սպանեցին։ Նայեք վերցնում, ասում էր, այսի կաներ, մենք կհետևենք այդ գործին, կանչում են նրանց, որ սպանել են, ասում են, գիտեք, որ բողոք բերեցին, այս ինչյաններ, սա էր, նրանց ուտեր թծեք, բողոք բերողները սրանք էին, ովքեր որ նախուր սպանություններ արել են։ Այսինքն երևակայեք մենք գնանք ժանդարմերիա եւ ասենք, որ իրենց թողտությամբ է բանկ ավերվում, իրենց գիտությամբ է։ Այսինքն գնաց բողոքի ժանդարմերիայի տեղական իշխանությանը, որ ընդամենը պիտի մեր ազնավերը վերցնեին, տվյալները վերցնեին, մասսատանը անանեին, որ այս մարդկանց թույլ չտակ մտնեն, սրանք ուշադիր են այս հարցերին, օրինակ։ Մյուս տարբերակը դրանց հետ ընդհարվել, ինչ ասեմ, այդ պահին ասենք այդտեղ 6 քուրդ էին, բայց նավավարը դեռնում ես քրդական գյուղի տաներ, հեռախոսով հերիքեր, որ նախորդ ասեր, որ դրանց մեքենան ջարդ է օրինակ, որ գյուղում ենք թողել։ Հազար մի խնդիրներ կա, այսինքն շվարած վիճակ։ Եվ ընդամենը լուսանկարեցինք, ընդամենը Ակոս թերթի խմբագրությանը դուր տվեցինք, մտածեցինք, որ թող իրենց մեջից։ Իսկ գումարը հնարավոր չի շահագրգռել, այդ քարերը կդրել ասորպետական աջակցություն կա։ Այդ մարդի գումարի համար են քանդում։ Ու որևէ տարբերակով դրել հասցնել, որ քարերը կամ քարի դառնալ։ Չէ, նախ որևէ քարի, այսինքն որպես պատկերացնենք, Թուրքիան օրենք ունի, երկրից հող եւ ջուր պետական օրենքով արգելված է դուրս տանել։ Հիմա դեպքեր են եղել, Խաչկալի կտոր բան X էլ վերել են մի կտոր, Վարդիկոլ բանկից, Կաղոզանի բանկի, ստացվեց չստուգեցին, մի անգամ մի դեպք եղավ, դրանց հետո մեր մեքենան մի ստուգման մեջ։ Ինչ եղավ դեպքը, ամեն մի հնավայրից, մանավանդ ուրարտական, հնագիտական վայրերից մի քանի խեցեղեններ են հավաքում, փոքրիկ տոպրակների մեջ մի թղթի կտորի վրա հնավայրի անունը, որտեղ արդեն շատանում է, որ շխարվում չշկոտեն,
եւ բարիսակներից մեկի մեջ էր։ Եվ ճիշտ ասած շատ վատ բան է, որ երբ որ բարբերաբար չեն ստուգում, կարծես net համոզություն, երբ որ զգոնությունը կարծես իշխանում է։ Պատահական մի պայուսակ, բան է, բախտի բան է, էլի։ Ասեց, հա ինչ եք տանում, ասում, ոչ իմ մեր իրերն են, քնապարկեր, ուսապարկեր, աղտոտված հագուստեր են, որտեղ մի ամիս մենք հյուրանոցներում, հայդեպ ասեմ մեր ճամփորդների ժամանակ, մեկ ամսվա մեջ 4-ից 5 օր գուցե հյուրանոց ենք մնում։ Իսկ մնացածը վրաններով են, որտեղ մտցնես այնտեղ հարմար տեղ են ճարում գիշերին։ Անշուշտ աշխատում ենք գիշերատեղը ծառենք մինչև 8 ընկնեն, որտեղ եթե մեքենայի լույսով տեղ փնտրեք գիշերատեղ, այսինքն վստահ գիշերը հյուրեր ունենք, պիտի հարցակնություն մինչև իսկ վրանները հավաքեն տանեն փոլիս, հետո ժանդարմերը զզվացն են ուղղել։ Այսինքն ոչ մի ուրիշ խնդիր չկա, բայց այդ արդեն փորձված է, այսինքն պիտի լույսով գիշերատեղը ճարվի։ Ուրեմն մի բարիսակի մեջ էր այդ ամեն խեցեղենները, ասես դեռ մի պատահական, այս մի բարիսակ դեր նայեն։ Բացեց, մեր չար բախտից այդ բարիսակի մեջ էին խեցեղենները։ Հայց ասում, ես ինչ եք տանում, մեկի վրա կսեցինք, ասում, հին կավե ամանները սարկում բան, իրան տենց նմուշները հետարկիա, որ հիների նման է ուզում սարկի։ Այսինքն տեղի վրա մի բան կսեցինք, հարմաչի միջոցով, վերցրեց նայեց, դեր հայերին վերվածնեն թղթիկ տորներ առանձնապես չնկատեց այդ նույնիսկ, ասաց, բայց դու գիտեք, որ սա իրավունք չունի տանել։ Ուրեմն ցած վերցրեց այդ տոպրակով, ուժի սահմաններում ինչքան կարող էր։ Նետեց, ասեց, խոսք ասեց նոր նետեց, ասեց, տեսեք, ինձ համար, սա աղբ է, բայց դուք սա իրավունք չունեք մեր երկրից տանեք, ու շաբաթեց ցրի վրա էր ամեն։ Հիմա դրանից հետո անցած անգամ մեքենան հատուկ տեղ ուներ, որ մինչև վերջի վինտն են քանդում։ Այսինքն ամեն անգամ այս պատմության մեջ են վերադարձի։ Դրա համար նախ ինչ վերաբերում է մի բան վերելուն չեն կարող բերել, գոնե մենք չենք կարող բերել։ Երկրորդը վանքն ենք հանդում, ինչը բերենք։ Վանքը։ Այս վանքը ոնց բերենք, լճապին ինչ ասելիս, վանքը ոնց բերենք։ Չի կարող է մասնավորն ինչ օգտվել է դա։ Չէ, որ վանքը բերենք, բոլոր վանքերը քանդում են։ Չէ, այդ տարբերակ չի, բայց ճիշտն ասեմ, ես նաև կողմնակից չեմ, որ բան Նույնիսկ եթե հրաշքով այդ հնարավորություն ունենայինք։ Ես օրինակ համաձայն եմ, որ այդ գերեզմանոցները, եկեղեցիները քանդել են։ Երբ որ քանդել են, իհարկե երկու տարբերակ է։ Եթե պետությունն է քանդել, տվյալ բնակավայրում քարերի չեք գտնում, եւ չգտնելով եք իմանում, որ պետությունն է քանդել։ Երբ որ բնակավայրի մեջ, օրինակ ասենք Բաղրևանի Սուրբ Հովանու վանքը կամ ասենք Մեծոփավանքը, Մեծոփավանքը կից Հարություն գյուղի մոտ է, Արջեշի շրջանի Հարություն գյուղը կա, նրա մոտ Մեծոփավանքն է, որտեղ ոչինչ չի մնացել։ Քարերը, եթե գյուղացիք են քանդել, ուրեմն գյուղում է, որտեղ շատ տեղերից փորձված է սա։ Գյուղացիները եթե քանդեցին, քարերը օգտագործել են որպես շինակար, ուրեմն կգտնվի տների պատերի մեջ, գոմերի սալատակ, տներին աստիճան, հատկապես աստիճաններ եւ շենքի քար, եթե խաչքար է, ուղղակի մամեդականի հոգին քեֆ է քաշում, երբ որ ուրեմն ամեն անգամ դու մտնելուց նա խաչի վրա ոտքը մաքրի կամ աստիճանների վերջը։ Այսինքն շատ են գործածում, ուրեմն արդեն գիտեն որտեղ պիտի փնտրել։ Բայց եթե որ չենք ճարում, ուրեմն գիտեն պետությունը քանդեց, որտեղ պետությունը քանդում է քարը տանում է։ Պետությունը քանդում է բանակի ուժով, այսինքն քանդել է միշտ բանակի ուժով։ Եվ հետարքին մի բան էլ ասեմ, իրենք դա չեն անդրադարձել, բայց մեծ սխալ են գործում, երբ որ մեզ ամեն անգամ դիտել ձերբակալելով տանում են ժանդարմերի։ Ահա որ սխալ են գործում, որտեղ բոլոր զորանոցները շրջապարսպից սկսած, զորանոցի շենքերից վերջացրած, տանում են զորանոց, պարսպից սկսած տեսնում են արձանագիր քարեր, խաչքար, այսինքն վանք քանդել են զորանոցները, երբ որ զորանոցները բանակն է քանդել, այսինքն պետությունն է քանդել։ Եվ սա է նատորինաչափությունը եւ Արևմտյան Հայաստանի շատ վայրերում։ Ասեմ քրդաբնակ տարածքներում ամեն մաքսիմում 20 գյուղի համար մի զինվորական հենակետ կա, զորանոց, իսկ թուրքաբնակ շրջաններում ավելի նոսր, ավելի հեռու են այդ զորանոցները, այսինքն անհանգիստ տարերի մեջ ավելի մոտիկ են այդ զորանոցները, եւ այդ ամեն զորանոցները
Օրինակ մի զուգադիպության տարիներ առաջ, այսինքն Անդրեջանը միլիցիա ու պարտի ծառայություն չկար, որ ներկայացած չլիներ։ Հիմա էլ գործի բերումով իրենց զորանոցնում է ժանդարմերիայի, ուրեմն եւ պոլիսի հետ իրենց կենտրոնատեղերում ենք հայտնվում, եւ բայց այս անգամ պարզում ենք, որ ինչ ծավալի հանցագործություն է կատարել Թուրքիայի կառավարությունը, ինչ որ ջուղայում տեղի ունեցավ Ադրբեջանի բանակի ուժով, նույնը փաստորեն տասնամյակներ տեղի ունեցել Թուրքիայում, արդեն Հայաստան տարածքում շատ հուշարձանների նկատմամբ։ Ցավոք սրտի մի բան, որ ուղղակի մեզ ուտում ենք, բայց չենք կարող դա ունենք։ Զորանոցի տարածքում արդեն նախորդ մեր շուրջը ամեն մետրի վրա զինվորներ են եւ բնականաբար մի ավելի շարժում չես կարող հետևանալ իրականում, ուր նստե մի հատ լուսանկարչական սարքանես եւ այդ զորանոց պատերը նկարես կամ շարված կտան։ Լավագույնս ուղղակի օրինակ մեծոփավանքի եղնդագիր տարերով 30 սանտիմետրանոց տարերով արձանագրություն կար հատվածները կցագրված բան, այսինքն ընդամենը շատ ուշադիր նայելով անմիջապես երբ որ այդտեղից դուրս են եկել արագ քանի չի մոռացվել ուղղակի արտաբերել եմ ասենք թղթի վրա որ կոնե հիշենք թե ինչ էր արձանագրությունը։ Այդտեղ չես կարող լուսանկարես։ Իհարկե հիմա ասում են որ ինչ որ ես դեռ չեմ տեսել ինչ որ կաղնի շապոն խարտի վրա չգիտեմ որտեղ այդ հարց է չեմ մանում արժի փորձել թե չէ որովհետև այդտենց մի տեղ եթե հանկարծ ասենք դες մի բան բացահայտվեց էլ արդեն իսկապես վերջացած Ինչ վերաբերում էր մեր բուսական աշխարհը այսօրվա նյութի չէ տենց էր զորիցը որ պիտի նայում ինչ մեր լեռնաշխարհի ոչնչացված բուսականությունից խոսենք ուրեմն ասեմ որ Արևելյան Հայաստանի մոտավորապես 70%-ը քրդաբնակ է 25%-ը թուրքաբնակ Քրդերը անդր տեղաշարժի մեջ են անդար դեպի հյուսիս որևէ հայրենիքի զգացողություն չունեն, կապված չեն տեղի հետ, բացարձակ կապված չեն, իրենք կապված են իրենց ոչխարների հետ, իսկ ոչխարներին անհրաժեշտ է կանաչություն։ Ուրեմն շատ տեղեր, մի տեղ չի սա, շատ տեղեր է եղել, որ ասել են, «Պատճես կորեսեց եկել եք, որտեղ ամեն անգամ ամեն գյուղ հասնելուց մի պատճառաբան ես, որտեղ 70-80 տարեկան մարդ ասում է Ես չեմ հասկանում, ես տարիքից եմ, ես դոսաշրջիկ, ես տուրիստ չեմ տեսել, տուրիստի ինչ է գործել մեր գյուղում։ Բայց ստիպված ես, երբ որ ամենս տուրիստ արդեն կասկածել է։ Այդ տեղերը, որ մենք գնում ենք, տուրիստական դեսերից դուրս կորած տեղեր են, մարդիկ չեն տեսել։ Եվ որ ամենս տուրիստ արդեն կասկածել է։ Դրա համար ստիպված ուրիշ հեքիաթներ են կոյնում, ամեն տեղին համապատասխան։ Ամենագործածականը, որ արդյունքը տալիս Նաև որ սովորաբար ասում ենք խմբի մեջ ասենք եթե կին կա կամ աղջիկ կա կամ իրեն կամ նույնիսկ ասում ենք որ այսինչի ինքն է ասում է ընկերուհուս տատիկը այս գյուղից է եղել այսինքն տեսեք նախ որ այդ մարդը ստեղ չի երկրորդը իր պապիկը չէ տատիկը եւ որ պապիկ եք ասում ձգվում են միանգամից ձգվում են այդ է փորձված այսինքն ժառանգական չեմ անում այս բանը Այդ տատիկը խնդիր չի եղել, մեկ որ հետներս չի եկել։ Շատ է խնդրել իր տատիկի գյուղից մի երկու նկար, բան, հետաքրքիր մի բան։ Մեր տարբանիչն էլ շատ հմուտ է, Ռաֆիկ Օրտոշյանը, հոյակապ անձնավորություն։ Պիտի ասեմ, որ մեր այս վերջին ճամփորդությունների հաջողության համար մեծ մասամբ հենց այս տղայի հունարին ենք պարտական։ Ծննդով Հալեբից է։ Դեպի հայք կազմակերպության ճանապարհով երկու ամսվա համար կարծեմ եկավ 2006-ին 6-7-ին եկավ Հայաստան եւ ամիսը տևեց Փարիժ։ Ուրեմն շատ կարևոր պարտականություն ունի, որտեղ մենակ թարգմանչություն չի անում եւ շնորհիվ իր հարաբերվելու ուղղակի մարդկային հարաբերությունների շնորհքի շնորհիվ Հաջի հաջողություն ենք արձանագրում մեր գործի մեջ։ Ուղղակի մեքենայի դուռը բացելուց ասեմ ձեզ մի քանի վայրկյան անց գյուղի չեմ քանի երեխա շատ արագ երեխեքի հետ լեզու եք։ Ուրեմն առաջները սնված արդեն մեզ առաջնորդում են։ Եվ երեխեք շատ կարևոր են։ Ուրեմն երեխեքը ավելի գիտեն եւ ավելի ծակուցուկերը ավելի են իմանում եւ անկեղծ են։ Տեսածը պատրաստ են ցույց տան, այդ թույնը չի լցրած մեջները։
Հետո Պաշտներովս են տեսել, օրինակ, Նարեկ գյուղում գյուղապետ դուրս եկավ այդ երեխեքին արյուն լվա արեց մեզ առաջնորդելու համար։ Ապտակներով քիչ վերան ուղղակի կամ մի ուրիշ տեղ ծնողները, գյուղապետը չէ, ծնողները իրանց երեխեքին քարերով, որ ուրեմն մեզ առաջնորդում է։ Այսինքն ամեն բանը պատահում է, բայց մեծ մասամբ այս այդ երեխեքը շատ կարևոր է 5-6 կիլո Grand Candy այդ ամենաէժան կոֆետներից հետները տանելը, որտեղ այդ երեխեքի հետ հարաբերվելու ժամանակ շատ կարևոր է։ Միշտ այդ բաների մեջ ունենք, տեղ հասած ժամանակ առաջինը կոնֆետ, երկրորդը հացում եւ արդեն դեպի հուշարձանի բեկորներ։ Տեղեկա քրդաբնակ շրջաններում կոնֆետները փրկում են ուրիշ իմաստով, այսինքն քաչ չես կարողանալ, շատ են, երեխեք շատ են։ Ես մի հատ գյուղում մի ընտանիքում 124 երեխա ունեի, երբ որ ասեցի 124 երեխա մի ընտանիքի երեխեքն էին, ես հարմանչի միջոցին հարցրի, ասի, ես այսքան հետարքին էինք ամոչ գյուղի երեխեք եկավ, այստեղ մեկը դրսից չկա, ես մեր երեխեքն են։ Երեխեքները ասեց 124, այդ բանը 3 սերունդի կանայք հղի էին։ Տատիկը 40 քանի տարեկան կին էր։ Տատիկը 40 քանի տարեկան կին էր, հղի էր իր տղայի հարս եղղի, վերջանես, ես են հղի էր։ Վեց կնոջը հարցնում է, ես 124 հոգու անունները կարող եք հիշեք, Երանից հարցը չտայի։ Մենք 20-25 լոբեի կորուստ ուտեցակ, որտեղ հարց է դրել, պարտավոր է դեն մարդ է։ Այսինքն 20-25 լոբե Ահմեդ, Մահմեդ, Մահմեդ, շարեց, մինչև բոլորը շպոտ չկար։ Քրդերը մեծ արտագաղթ ունեն, սարսափելի մեծ, դեպի նախ Թուրքիայի արևմտյան նահանգներ եւ էլ ավել դեպի Եվրոպա։ Բայց իրենց աճը, անմիսի մի հատ աճ ունեն, որ իրենց այդ 50% արտագաղթ ունեն, նաև տեղաշարժ դեպի հյուսիս։ Ամայացնելով մեր հայրենիք իրենց ոչխարներով, դեպի հյուսիս են շարժվում և ամեն տեղ այսինքն։ Անշուշտ Եվրոպայում մեր իրավունքը չունեն, որ ոչխար պահեն, բնականաբար, բայց արևմտյան և հյուսիսային շրջաններն, արդեն ծովափնյա շրջաններն են հասել։ Են բոլոր օրինակ Կարնո, Բաբերտ, Սպեր, Կիսկին, Ջորոխի ամբողջ ավազանը։ Այդ հովտում մինչև 10 տարի առաջ քուրդ գյուղ չի եղել։ Հիմա մեծ թվով գյուղեր կան, որ արդեն 5 տուն, 10 տուն, բայց այս 5 տուն, 10 տունը նշանակում է, որ 5 տարի հետո 100 տուն, 150 տուն։ 5 տարի հետո շատ չէ։ Կարսի շրջանի գյուղերը, ասենք քրդախմիկ ոչ մենակ հուշարձաններն են ուսումնասիրում ճիշտն ասած, ճիշտն ասեմ, մենք բնակավայրերի պատմությունն ենք ուսումնասիրում։ Հուշարձանները կարևոր են բնակավայրերի պատմությունը ամբողջացնելու իմաստով։ Դրա համար պարտավոր են հուշարձանները անպայման ուսումնասիրել, բայց իմ նախասիրությունը եւ ուղղությունը առհասարակ անունը դրել են հուշարձանագետ։ Ճիշտն ասած, չեմ ասում, ես ավելի մեր բնակավայրագետել չեմ ասել, չգիտեմ, բայց ավելի, այսինքն լայն հաշվով հայրենիքը։ Ուրեմն ժողովրդագրական պատկերն ենք անպայման արձանագրում, ամենատարբեր եղանակներով, այսինքն չես կարող գնաս գյուղ եւ ասես, քանի տուն նրանք ինչ ունենք, իրեն նման հարցը չես կարող տաս։ Բայց այդ տվյալները կորզում ենք նորից մեր Ռաֆիկ Օրտոշյանի ձևերով իմանալով թե ոնց հարցնի։ Ասենք օրինակ մեծ գյուղեր կամ փոքր գյուղեր։ Նույնիսկ եթե շատ մեծ չի, հարցերի ձևերը կան, ասենք ասում, ի՞նչ մեծ գյուղ, ասում, 400 տուն կլինի կերիք, չի ասում, ինչ ասում, 125 է։ Կամ ասենք, երևում է, որ ասենք միջին մի գյուղ է, բայց իբր մեր վրա փոքր տպավորություն է թողում, ասում, ինչ փոքր գյուղ է, 10-15 տուն գաք ստեղ գոնի, չի ասում, ինչ ասում, 48 տուն եք, օրինակ, այսինքն այդքան փոքր չենք ասում։ Եվ տարբեր եղանակներով, այսպես անմեղ ձևով, այս տվյալները անպայման հավաքվում են և շատ կարևոր ենք համարում նաև հավաքել իսլամ հայերի թիվը ամեն մի բնակավայրում, մամեդականացած հայերի սերունդները, որ երբ որ իմանում ենք, որ Հայաստանից ենք, արդեն նույնիսկ ճիշտ ասած իրանք են ասում։
Եթե մեզ հանդիպածը իսլամ հայ է, լուր է, ինք չի ասում, որ մենք էլ հայ ենք բան։ Բայց եթե մեզ հանդիպածը քուրդ է, եւ իմանում որ Էրմանստանից են, մի անգամ ասում, «Բայց գիտեք որ մենք յուղում այն թաղը, օրինակ, այսքան բան կա, հայ կան եւ այլն»։ Գնացեք մի բարև ասեք, թե իրանք ուրախանան, թե ձեզ հետաքրքիր կլինի, այսինքն հետաքրքիր է վիճակը։ Ընդհանուր սա որոշ փոփոխությունների տեղից տեղ տարբեր է, որոշ փոփոխություններ կա, բայց տարբերություններ կա, բայց ընդհանուր առմամբ վիճակը դա է։ Ուրեմն քրդերը ասում են, մեզ ասում են, ձեր Հայաստանը կանաչ է, ասում են, բայց իհարկե։ Ասում են, բայց եթե ձեր նախնիները, ձեր պապերը, հիշատակները այսքան ձեզ համար թանկ են եւ եկել հասել եք բան, ինչ կլինի, հիմա դուք եկեք ստեղ ապրեք, մենք դա ձեր տեղ ապրենք։ Այսինքն, իսկապես ոչ մի կապվածություն չունեն, երբ որ հարցնում են որտեղից եք օրինակ, ամբողջ Արևմտյան Հայաստանի տարածքում մինչև հիմա երկու պատասխան են տվել, տեղից տեղ շարժվելով բան, կամ ասում են Իրանից ենք, կամ ասում են Կավկասիայից ենք, իբր Կովկասից։ Երբ որ ուզում ենք մասնավորեցնենք, այսինքն Իրանից, Իրանը մեծ երկիր է, Իրանի որ մասից վերջ շվարում են, որտեղ միշտ տեղաշարժի մեջ են, ինչ իմանա որտեղ։ Նույն Կովկասի պարագային չեն հասկանում, հարցը չեն հասկանում։ Ինչպես ասում, որտեղից որն ասի, Կավկասիայից։ Ուրեմն շատ տեղեր ցույց են տալիս լեռնալանջեր, այս վերջի 3 տարին է, որ մենք մի հատ որակյալ փոքր գործիք ունենք տեսաֆիլմ վերցնելու, ճիշտ ասած դրանից առաջ էլ ունեինք, բայց երբ որ եւելի որակավոր էր HDV որակապահովող, բայց նա մեծ էր, եւ երբ որ կամերան պահում ես, մարդը արդեն պապանցնում է։ Ուրեմն այդ փոքր գործիքը մենք հետներս ստանում ենք մեր աշխատակցուհիներից մեկին, Անուշին, 25 տարեկան է արդեն, մեր օպերատորն է։ Փոքր եւ դեմքից չես իմանում, օրինակ երևում է դες ինչ իմանամ, 10 տարեկան, sense մի քիչ մանկական բան ունի։ Եվ փոքր կամերա ունի ձեւ, ոչ մեկ լուրջ չի ընդունում։ Այսինքն ամենալուրջ բաները, այսպես անլուրջ ձևով վերցնում ենք։ Եվ ինչ տեղեկություններ, ինչ փաստեր, ինչ տվյալներ, ֆիլմաշար ենք արդեն սկսել, 2 ֆիլմը կա պատրաստ, գուցե մի անգամ կարելի է ֆիլմերը տեսնեք, մենք մտածում ենք Արևմտյան Հայաստանին նվիրված ամեն մի գավառը ներկայացնող, ամեն գավառը գյուղ ներկայացնող, ուրեմն ֆիլմաշար, Աղբակ եւ Խոշապ գավառների ֆիլմեր արդեն պատրաստ են, անշուշտ աշխատանքները շարունակվում են, հաջորդ խնութն են պատրաստում եւ այդպես շարունակ։ Ուրեմն այդ ֆիլմերի մեջ նյութերը օգտագործում ենք։ Շատ տեղեր է հանդիպել, որ օրինակ ցույց են տալիս լեռնալանջեր, միշտ որտեղ հարց տալիս են։ Նույն տակտիկայով, այսինքն անմեղծ ձեր մոտ միշտ չոր է եղել, ձեր պապերը օրինակ ինչ են ասում, տեսեք չորություն իրենք էլ են տեսել։ Մենք էլ ասում, չէ, ինչ ես ասում, մեր պապերի ժամանակ ես ինչ-որ տեղեր եմ ստացել, լանջեր, բաներ, անկառ եղել մարդ չի կարողացել մտնի կամ տարբեր։ Օրինակ տներ են եղել, գյուղեր են եղել, տների բակում իբր սեղան են օգտագործում, նախացան կահույք չունեն, քրդերը կենցաղի մեջ չունեն կահույք, աթոռ, սեղան, բաներ չկա, ոչինչ չկա կահույքի իմաստով։ Պարզ սենյակ է, մի անկյունում դոշակներ իրար վրա բարձած, եթե որ հյուրընկալում են օրինակ մի հատ կլինգորի կտոր բերում բացում են սենց վրան թեյ կամ ինչ-որ հյուրասիրում են, հետո այդ հավաքում են, երեկոյան այդ նույն տեղի վրա դոշակներն են փռում քնում եւ վերջ։ Այսինքն պարզ համեստագույն կենցաղ ունեն, ոչ մի ուրիշ բանի կարիք չունեն, իրենց հիմնական շենքերը գոմերն են կամ փարախները, որ ավելի ուշադրություն դրա վրա են դնում էլի, քան բնակելի տունը։ Եվ շատ տեղեր եղել, որ ունեն կոճղեր ենք տեսել, հարթ կտրած, որ տրամագիծը ինչ ասեմ, մետրուկես մինչև 2 մետր տրամագծով, եւ հարցնում ենք, այս ծառը, այս որտեղի ծառը, այստեղ է եղել, շատ տեսնում ենք, այնց որ չոր, չուր է, վաղուցվա, կտրած է։ Այսինքն մերոնց տնկած ծառերն են, որ վերջը վաղուց են տվել, եւ որոշները կիրառում են այդպես գործածության մեջ իբր սեղան, իրենց համար շքեղ կահույք է, կոճղ, սեղան։ Օրինակ
Օրինակ հենց մեր յուղը, երբ որ ես գնացի, մեր հողամասի օրինակով ասեմ, ինձ պատիվ արեցին պապերիս հողամասի վրա, թեյք հյուրասիրեցին, տոշակները, բաները բերի փռին են հողի վրա, արտեր, մեծ արտեր, ազատ տարածություն, եւ ասացին, որ գիտես, որ այստեղ իրանք ասին, առաջ ամենը խաղող էր, հիմա եթե ուշադրին նայես ցանկապատերի վրա մենք խաղող չենք մշակում, մեջտեղից գնացել է, բայց ցանկապատերի վրա խաղողի դեռ վայրենացած վազերը կան։ Սա ամեն քրդաբնակ ամեն տեղերում կարելի է տեսնել։ Ինձ դրան զուգահեռ նույն կարգի բաներ։ Ոչ մի խաղող։ Արաբից թուրքաբնակ շրջաններում, Արաբի քաղաքում հանդիպեց պատահած հենց թուրքին, ուղղակի Արաբի պատմությունը հետաքրքրելուց մի քիչ սկզբից սկսեն։ 2007-ին մեր երկու թեմակալների հետ իրենք ամառային իրենց արձակուրդը ուզում էին Արևմտյան Հայաստանում անցկացնել, Լորվա եւ Շիրակի թեմերի առաջնորդները ինձ ասին առաջարկություն, որ իրենց ընկերակցի։ Ես ասա, մակնացինք, ասել ենք արաբի, երկուսն էլ հետաքրքիր դեմքեր են։ Լավ թուրքերեն գիտեն, Սեպուհ Շուջյանը եպիսկոպոս Լորվա առաջնորդը մայրենի պես թուրքերեն գիտի, Մալաքիայի ծնունդ է, իսկ Միքայել Աճապահյանը Շիրակի թեմի առաջնորդը լավ թուրքերեն գիտի, բայց անշուշտ ոչ մայրենի պես։ Երկուսն էլ անհատականություններ են, ուրեմն Եզակի երևույթ, ուրեմն հասել ենք Արաբիր, հիմա Սեպուհը, որ նաև մեքենան է վարում, Միքայելի մեքենան է վարում, Միքայել գողը նստած, Միքայելին ասում է տերյալ, դսի, մի հատ շուրջը նայի, տես մի հատ բարի դեմքով թուրք ճանի, բան պիտի հասնել։ Ուրեմն Միքայելը թեք հին արաբների թաղամասերի մեջ էին, թեք ճանապարհի վրա, մի ոլորանի վրա ասեց հենց այստեղ կանգնի, հեչ հարմար չէ, բայց ասեց ճարել եմ ուզածը, կանգնում եմ։ Ուրեմն կանգնեց պատուհանից մի սղոցարան էր փայտի, եւ մի թուրք դիմացի կար կանգնած, բան արեց, որ բան ենք հարցնում, մոտեցավ այդ թուրքը, պատուհանի միջից ասում է արաբների եկեղեցին ենք ուզում տեսնենք, Հայաստանից ենք, հայեր ենք, տեղը կասեք, թուրքի պատասխանը, դուք հայերդ, ինչ զարմանալի ժողովուրդ եք, միայն 10 տեսակ խաղող կար, ամեն բան չորացավ, ձեզ հետ վերջացավ, ամեն բան, հենց առաջ խոսք որին, այսինքն նաև թուրքերը, ճիշտ ասած Արևմտյան Հայաստան տարածքում դες առանձնապես, երբ որ օրինակ խանութները, մրգավաճառ խանութները ասենք այցելում եք, տեղական մեկ բերք չկա, ամենամոտը Կիլիկիայից է կամ ավելի դեպի Անկարայի բանի կողմերից, այսինքն ամբողջ Արևմտյան Հայաստանում մրգի իմաստով մեկ բերք չկա, միայն փոքր հայքի Մալաքիայի շրջանը կա, որ մի քիչ ծիրանով է հայտնի, բայց վայ է ծիրանին ճիշտ է։ Չեն մշակում, չունեն այդ մշակույթը։ Այդ մշակույթը չունեն մի բան մշակելու։ Մեկ-երկու տեղ, որ ինձ հանդիպել է, որ քուրդը մի բան ցանի, այդ վարմունքն է։ Որ պատահել է ամառվա շոգին, որ ասենք, սովորաբար թանկ կամ թե է հյուրասիրում, երկուց մեկը, այսինքն մեկ-երկու տեղ պատահել է, որ եւ աշկ է ծաղկել, որ մարդը իր տնամես հողամասի, այդ վարմունքն է։ Արիանացից։ Իրենց իրավունքության մեջ իրենց կարող է իրավունքների։ Այսինքն այն բանով, որ պարզ ձևով բացատրել, թե դուս հոգևորական միջոցով, որ այս քարերը չի կարելի քանդել կամ իշի պատահող։ Մենք անընդհատ իրենց բացատրում ենք ամեն տեղ, որ գերեզմանների մեջ գանձեր չի պահվել, որովհետև այս իսական կարգը կա, քրիստոնյա գերեզմաններում գանձ չի պահվում։ Ամեն թութակի պես ուղղակի մեր Ռաֆին, որտեղ թուրքերեն պիտի այդ ամեն ինչ ասի, այսինքն ամեն տեղի վրա փորձում ենք այդ անընդհատ լցնել, կաթեցնել, բայց այդ շատ գործ չի կարողանի, որովհետև նույն ժամանակ պետական մակարդակով, թուրքական հեռուստաալիքներով տարբերաբար ցույց են տալիս ինչ-որ մի հատ գյուղացի դրամներ առջևը լցրած եւ ասում հայկական տան պատի միջից, եկեղեցու պատի միջից, գերեզմանի միջից, այսինքն պետական քարոզչությունը, որ հայկական հայերի գանձերը հենց իրենց գերեզմաններում է պահված։ Հոգևորականին իրեն շատ են, մենք հնարավորություն ունենք, այսինքն ինչ-որ հոգևորական պատրաստենք կամ քրդացած հայի, որ իրանց առաջնորդի ուղղակի հենց զուտ այդ նպատակով։
Նախ ճիշտ ասած մեծ վստահ չեմ, որ հոգեորականները շատ են լսում։ Նախ որ մեր հոգեորականները չեն կարող մեր բացահայտ Երևան։ Չէ, նկատի ունեմ մամեդական դառնան, պետք մամեդական դարձած հայերը, բարձրապես դառնա ղեկավար իրենց առաջին TKK-ի մեջ բանում է, չեմ անում, մեր մեջ հնարավոր է այդ մակարդակի կազմակերպչական և ազգային նպատակամտված ծրագրային աշխատանք հնարավոր է թե չէ։ Մենք օրինակ մեր ուժերով ինչ ենք արել, որտեղ մեր Ռաֆին թարգմանչին շատ գյուղերում, որ հայեր կան, մամեդական, որ հայերը բառ չեն իմանում, քրդախոս են մեծ մասամբ, որտեղ հայ մամեդականները ավելի քրդական միջավայրի ապրողներ են, քան թուրքական։ Թուրքական մասերում էլ կա, բայց քիչ, օրինակ Խոտորջուրում կան մամեդական հայեր։ Օրինակ Մուշի քրդագոն գյուղը, իմ նոր անուն ունի, անշուշտ ես հին անուններով եմ ավելի հիշում գյուղերը։ Ուրեմն գյուղում 15 ընտանիք հայեր, Ռաֆին ուղղակի աղերսում էին, տունդ կտանք, ռոճիկդ կտանք, ինչ հարկավոր է կտանք, 2-3 ամիս մնա մեր գյուղ երեխեքին հայերեն սովորեցրու, օրինակ։ Սրա զուգահեռները շատ ուրիշ տեղերում, ես իբր օրինակ եմ ասում։ Հիմա, այս փաստերը մեզ բերեցին մի հատ վիճակի այդ տարիներին, որ 2004-5-6-ներին գնում էինք, Երևանում Քեթի Կոնտակտյանի բառարանը կար հրատարակված, որ մեր առաջի 1-2 ճամփորդության թարգմանը ինքն է եղել, բայց Քեթին դե մի քիչ վերջապես ամեն տեղ չէր կարող բարձրանալ, բայց եթե մեզ օրինակ ասում են այնտեղ է վանքը, եւ պետք է որ արդեն ճամփա դնան, ուղեկցողներ են, ուղեկցողների հետ համրի պես էին գնում, որովհետև Քեթին մնում էր, ծառակաշկին էր, մենք լավ չէր մեզ համար, իսկ Ռաֆի այդ հանգամանքը հետ հասնել էր ուզում, որտեղ այսինքն մեզ հետ ամեն տեղ ուր որ պետք է։ Ուրեմն առնում էին Քեթիի հրատարակված բառարաններից, եւ բայց շատ կարճ ժամանակում հասկացանք, որ սա օգուտ չունի, որովհետև Քեթիի բառարանները հայերեն թուրքերեն են։ Այսինքն մեզ համար է, որ եթե հայ մարդը, հայերեն իմացող հայ մարդը ուզում է թուրքերեն սովորի, այդ բառարանները հարմար են։ Այսինքն իսլամ հայերին հարկավոր էր թուրքերեն հայերեն բառարան։ Այսինքն մեկ որ թուրքերենն է իմանում, դրա միջոցով է ուզում հայերեն սովորի, անշուշտ կամ քրդերեն հայերեն, բայց ավելի թուրքերեն հայերեն։ Ուրեմն Ռաֆին հեղինակեց այդ բառարանը, որ մենք ամեն ճամփորդության մի 50 հատ հետները ստանում ենք, եւ ամեն իսլամացած հայ ընտանիքին մի օրինակ նվեր է անում, տեղ կա ոգևորության վերցնում են, տեղ կա թափուն են վերցնում, որ համագյուղացիները չնկատեն, տարբեր վիճակը, բայց ես շատ ներողություն եմ խնդրում, մի հատ ժամ կարող եք ինձ մեկը թուշել։ Հա, դերում եմ ժամը։ Ես ժամը 7-ին է սարի 7-ին պետք է եմ հերոստատեսություն, շուշանանում։ Խոսեցիք իսլամացված հայերի մասին, այսօր սուտ հնադարների են արձանանում, որ նրանց հայեր համարել չի կարելի և նրանք հանդիսանում են Թուրքիայի քաղաքացիներ և փակ եղած դեպքում գուցե նրանք գործեն իրենց Հայաստանի դեմ կատարելով իրենց որպես քաղաքացի պարտականություններ։ Դուք որ շփվել եք իրենց հետ, եթե կարելի է իրենց դրա պատասխանները Այդ կարծիքը հայտնողների հետ որպես առաջի խոսք ասեմ, որ ուղղակի իմ կարծիքս եզր չունի, բացարձակ։ Հիմա մի քանի օրինակ բերեմ ձեզ, Շատախի, որ հիմա Չաթակ է կոչվում, Շատախի տեղամասում հերթական անգամ մի քրդական գյուղից դեպի Հոգյացվանքն էին գնում, ճանապարհին ուղղակի ձայն տվեցին, որ իրավունք չունեք շարունակել, վերադարձան, ժանդարմերիայից կանչում են, գնացինք այդ տեղամասի հարևան գյուղում էր ժանդարմերիան, գնացինք ինչա պատահել, բա չեք ներկայացել, թույլտվություն չունեք, ներկայանայեք եւ իրավունք չկան դեռ գնալ, տերորիստներ կան ձեզ կվնասեն, սորավարես են գործածում, ձեր անվտանգությունից ելնելով ենք, որ չեն ուզում որ մի գնաք, այս կեղծ բաները, այս ժանդարմերիայի ավագ սպայեր, ուրեմն սրա հետ մտերմացանք, երիտասարդ էր, լապտոպ ուներ, բացեց հոգյացվանքներ նկարել, ինքը անձամբ, ցույց տալ, մի քիչ այդ հողի վրա, մի քիչ շատ մտերմացանք։ Երբ որ հասավ միտեղ, որ արդեն կարելի է մի քիչ ուրիշ հարցեր տալ, այսինքն օրինակ եմ ասում, ոչ մի ժանդարմ մինչև մեզ հետ չէր լուսանկարվել, եւ իրավունք էլ չունեն։ Մեզ հետ լուսանկարվեց։ Այդ ժանդարմերիան մի հատ սարի գագաթին էր ներքևից քարտեզի պես Շատախի գյուղերից մեկն էր երևում, ասի այնքան սիրուն տեսարան է, կարելի է այսպես նա գյուղ նկարել, դա կարի։ Այսինքն հիմարի մեկն էր ճիշտ ասած, այդ իմաստով։
իրավունք չունի, այսինքն Իրանից ձերբայի։ Երբ որ ուրեմն Ռաֆին արդեն անցավ նրա շերտեր կան, այդ անցնելուց հետո անցավ հերթապահ հարցերին։ Բա ենք որ Հայաստանից ենք հայ ենք, երբ որ հայ ենք, մեզ հետաքրքրում ամենակ շատ ախում հայ կա, կամ եթե կան որ գյուղեր են գնալ, մի հատ տեսնենք, բարև, մենք շատ տեղեր գիտենք արդեն որտեղ կա, քանի տուն են, անունազգանով ովքեր են։ Ուրեմն այդ պահը ինձ համար շատ կարևոր էր։ Մարդը իր գրասեղանի վրա, աշխատասեղանի վրա մի հատ գիրք կար, մինչև այդ վարկյանը տեսել ենք, բայց ինչ ենք իմանում մինչև։ A4 չափի աշխատանքային օրինակ, այսինքն դա տիրաժ չէ հրատարակված, կողքից են որ սպիրալով այդ ձևի ուրեմն կարով, ձեր դրեց վրա, ասեց ամբողջ Չաթակի շրջանում, ոչ մենակ իմ տեղամասի պատկանող գյուղերում, որ գյուղում, եթե մի հատ հայ կա, անունազգանով ստեղ ցուցակով ունենք։ Այսինքն իսկապես մեզ համար մի հատ գթած ապուշ էր, գյուղ։ Երբ որ իրեն ասեցինք, բա ինչ հետաքրքիր է, կարելի է հայ, ասեց կներեք, բայց դա իրավունքը չունեն։ Գոնե խնդրել հասկացավ։ Հիմա ես ինչ եմ ուզում ասեմ սրանով, եւ ձեր ուշադրությունը ինչի վրա եմ ուզում հրավիրել։ Տեսեք, Թուրքիայի պետությունը հայերին, դա միայն հայերի, եւ արդեն 4-5-րդ սերունդն են իսլամացած, այսինքն արդեն քանի սերունդ իսլամ են էլի։ Անուն ազգանունով, այսինքն երկու պատճառով, չի վստահում, ինչորդեղ վախենում է, այսինքն անկայուն իրավիճակում իր վտանգավոր կետերը որտեղ են։ Պետությունը անվտանգության իր խնդիրներից ելնելով եւ աշխատանք է դրել։ Իհարկե ես հետաքրքրություն ինձ ուշում էր, ու այդ կուզեի տեսնել եւ համադրենք, ասենք մեր կազմակերպությունն է ամբողջական դերից օրինակ։ Որոշ տեղամասերի համար, որտեղ մենք արդեն գյուղ ենք անցել, անմազգաններով մենք ենք ասել։ Չէ, չասա գործը, ավելի չէ իբալ, դու չասդ կասել։ Ուրեմն, այս մի դրվան, որ չեն ընկալում են իրենց որպես հայ, շատ տեղերում այդ հայերեն սովորելու ցանկությունը, իմ ազգականներից օրինակով ասեմ, ուրեմն երկու տեղ են կիսված, ուրեմն իմ պապիկիս հորը սպանել են հոր եղբայրը, պապիկիս սպանված հոր եղբայրը իսլամ է ընդունել եւ ապրել է, որից դուր չունենք ճիշտ ասած, ես 2004-ից եմ իրենց հայտնաբերել եւ արդեն կապը միշտ պահում ենք, հույսով եմ այս տարի կարողանամ 2-3 հոգու իրենց քրդերի պես շատ Ումես հաշիվ չկա կանանց երեխեք։ Իսլամացած հայերի դեմոգրաֆիական մոտքերը նման է։ Քրդական գեցավը քրդական է, բայց հարցը նա է, որ պատերազմների մեջ է մինչև այսօր։ Այս դեպքը պատմեմ իսկապես ու այս հարցի պատասխանը լավ կտա, էլի, որովհետև սա էլ ընդհանրական է։ Այսինքն ճիշտ է, ես մի հատ մասնավոր օրինակ հիմա կբերեմ, բայց շատ օրինակներ չեմ ուզում այդ գլուխներս բանանենք, որովհետև իսկապես դրա զուգահեռները մի քիչ այս կողմենքով նույնն է, ընդհանուր վիճակը։ Հիմա այս իմանալուց հետո մենք պիտի մտածենք, այս մարդկանց վստահում ենք, կամ չենք վստահում։ Ուրեմն, երբ որ 2005-ին 4-ին եմ հայտնաբերել, բայց մի հատ միջադեպ եղավ, մենք Արջեշից փախուստի մեջ էինք եւ հարազատներից այդ տարի չկարողացա այցելել, բայց 2005-ին արդեն դեռ չհասած Բերքին զանգեցինք, Մուրադիի հիմա կոչում, Մուրադիի զանգեցինք եւ 3 մեքենաներով մեզ առաջ եկան դիմավորելու։ Եվ մեզ տարան նախ Արջեշի իրենց տուն, քաղաքի տուն։ Ուրեմն նստած են պատերի տակ, ծալապատի եւ խոսում ենք հասկանանք մեր ակունքները որտեղից են գալիս։ Պապիկս մահվանից առաջ լավ էր հասցրել էի տոհմածաղի հետ կապված ինչ գիտեր խտի էի հանձնել եւ այդ պապիկիս իմացածը ես գիտեի արդեն եւ փորձում էի այդ իմացած տվյալներով հասկանամ ինչ ճյուղ են, որ ճյուղն են իրան բան եւ իրենք էլ նույն ձևով եւ այդ բաներն ենք բարձում այդ խոսակցության մեջ ասեց որ քրդերը մեր դեմ շատ են փորձել, շատ ուզեցին, բայց չկարողացան։ Երբ որ թարգմանից ինձ այս խոսքը ճիշտ ասած ինձ չհամոզեց, որտեղ 100,000-ներով քուրդ է շուրջը, մի երկու ընտանիք էստեղ, մի 10 ընտանիք են դեռ, այսինքն այս ծվեն եղած այդ իսլամ հայերը մտքիս մեջ վերագրեցի սովորական հայկական մեծամտություն։ Եվ բայց
չանդրադարձա, որտեղ պիտի հակադարձի ու վատ բան պիտի ասի։ Պիտի ասի, որ հերիք չի ձեզ լոպացնելու, իսլամը գելի լոպացել, օրինակ։ Թողեք, որ մեր մենաշնորը լինի դա, չէ՞։ Ուրեմն, դա ինչ անեցի։ Հաջորդ օրը հրավիրեցին գյուղի տուն։ Թանիկ գյուղում էին ապրում, ճիշտ է նրանք Բերթաղ գյուղից են, բայց հիմա Բերթաղինքից Թանիկը կա, որ պատմական Բանոն գյուղն է, ուրեմն Թանիկում էին տեղափոխվել։ Երբ որ ճանապարհին գնում էինք մեքենայով, Հաջին ուրեմն ինձ օրերս թոր է գալիս։ Ուրեմն ասում է, իր տղան է վարում մեքենան, Հիկմեթը արդյունքներով է բաժանվել ինձանից, և ինձ համար ճիշտ ասած, այսինքն մի քիչ անսովոր է տղամարդը լացումից տեսնես, դժվար բան է տեսնենք, բայց բաժանում է ձև եղավ և ես էլ ուզված, բայց Հիկմեթը շատ արել։ Ուրեմն ճանապարհին սարեր է ցույց տալիս, ինչքան աղջիկ կգտնի, ահագին տարածքներ, դաշտեր, բան, և ասում է, այս իմ հողերն են, այս իմ լեռներն են։ Հիշեցի էր մարդից կարապասում, որին այս մարդես, երեք տպավորությունն այլ երեկվա, ասում ես շարունակում ադր։ Հասան գյուղ, գյուղ ամեն հարկ տանիքներով քրդերի պարզ էտ բնակարաններն են շատ համեստ, գյուղի դեռ հերվից երևաց, որ գյուղի մի հատ բարձադիր իշխող բլուրի վրա մի հատ տուն կա, որ թիթերի թեք տանիք ունի, մի հատ թեք տանիքով, և բարձր բան, և կողքն է միշող շենքեր, և գնում ենք դեպի այդ տունն ենք։ Հասանք այդ տունը այդքան տեխնիկա, որ տրակտորներ, կոմբայններ, չմամինչ այդ բակում կար, այսինքն միան հաշիվ չկար։ Հսկա մի գոմ, վերջապես մտանք տուն, դիվան ու բասկաթոր, զարմացա, որտեղ այդպես բան չենք տեսել քրդական բանջարներում, դիվան բասկաթոր կահույք այսինքն։ Հիմա այդ պատին է, որ ուրեմն դիվանն է դրված, պատը ամբողջ սովետական զինանոց է, ԱԿՄ-ներ, ԱԿՍ-ներ, տարբեր զենքի տեսակներ, Կալաշնիկովի հանելա ինձ, բայց մի քիչ բան վիճակի մեջ, որտեղ զորանոց են որտեղ ինչ է։ Հանելա նա մակարով ասում է, այս իզնից քեզ իշակա։ Ես ճիշտ ասել, մինչև այսօր ինձ չեմ ներում, որ ինչքան հիմար պահեցի ինձ, իսկապես շատ հիմար խոսք ասեցի և իրականությունն էր դա, բայց չպի այդ բան ասեի։ Ասեցի, նախ որ չեմ պատկերացնում սահմանը անցկացնելու խնդիր կա, երկրորդ ասենք թե սահմանը անցկացնելիս Երևանում ինչ պիտի անում։ Դուք չեք կարող երևակայել այդ մարդու դեմքը մինչև գերեզման չեմ մոռանալ։ Բան չասեց, բայց իր դեմքից ամեն ինչ կարդացի։ Ասեց ինձ առանց ասելու։ Ասեց, դու ես իմ ազգականը, դու է տղամարդ ես։ Այս ասեց, առանց խոսք ասելու։ Շվարած, հուսատված, տարավ ասում, ես է իմ բարեկամը։ Ատրճանակի տղամարդն աղզենք եմ ուղինում, ասած, ինչ անեմ դու վստանեմ։ Ուրեմն, մեկ այդ անգամ մեզ հետ էր Վահրամ Թաթնակ անտանելի անձնավորություն կա Վահրամ Թաթիկյան, որ ես իրանք որպես տաղանդավոր մարդ շատ եմ գնահատում, երգահան, երգիչ, գորգերի մասնագետ, այդ անգամ մեզ հետ եկել էր որպես գորգերի մասնագետ։ Եվ ինձ համոզել էր, որ դե դուք ձեր գործը կանեք, ես էլ թալանված գորգեր կնի քրդերի տներում հայերից բան, դա իհարկե կարևոր է։ Եվ հենց այդ պատճառով ասել են դե արի, բայց իր անտանելի կերպարը աշկի առաջ։ Ուրեմն մեկ էլ ես Վահրամը շվարած եկավ, ասում լսի կողքի սենյակում թախտ կա, թախտի վրա մի հատ կարտետ է, որ ուզեցի նկարեն բարձա վրան դրա, բարձ վերցի բարձի կատորջանակ։ Եվ այսինքն ես այդ օրը հասկացա, որ այդ տան օրինակ, այսինքն ես հասկացա նախորդ օրվա իր ասած խոսքը, որ քրդերի հետ քրդերը մեզ վրա շատ փորձեցին, բայց չկարացան, նոր հասկացա, որ ինչ էր ասում, օդից բան չէր ասում։ Թարգմանչին ասեցի, ուղղակի sense մի խոսք ասի, տունա թե զորանոց, թարգմանեց, զպտած մի բաներ ասեց, իհարկե ես թուրքերեն բավական հասկանում եմ այսինքն, ոչ չեմ կարող խոսել, էլի։ Ուրեմն ես հասկացա արդեն ինչ ասեց, թող իմ յայլան գա, իմ զենքս յայլայում է, ես բան չունեմ։ Եթե զենքս ուզում տեսնի, թող յայլաս գա։ Այսինքն տանը զենքի իմաստով իսկապես համար մեկ վիճակ
Եվ ինչն է խնդիրը, աղջիկ, ինչ Ամառային անապատել։ ամարանոց, լերներում որ անասուն է բան։ Ուրեմն, ինչ է ասում։ Զենքի չափերի մասին։ Չէ, լավ տարել չի որած, ես պատաղում։ Իսկ բացի ոչ կարապահությունից, մանրամասնություն, ավելի խոշոր, վաղում են, թե մենակ ոչ կարապահություն։ Հիմա կառավարությունը ճիքեր է գործադրում, որ քրդերին սիրաշայելով, համոզելով, ինչ-որ միավորություններով եւ այլն, որ մի քիչ ով պահեն, որ մի քիչ ոչխարների գլխաքանակը կրճատեն, կով ավելացնեն։ Եվ նաեւ ինչ-որ մի վիճակ է ստեղծել, այսինքն փորձում է պարտադրել նաեւ, որ պիտի բայց ընդհանրապես իրենց ազգային ինչն ասեմ, անբաժան մասն է, ընտանիքի անդամ է ոչխարի, չի կարող, Ես հասկացա, որ իրանց հայրենիքը ոչխար է։ Հենց էլ կա, ու ես ուրիշ բան էի հասկացել, որ մեր նախնիները, եթե մի քիչ այսօրվա որակները, որ հիմա ունենք, որ ունենք ճիշտ ասած, ինձ համար այդպես են պարզել, հիմա վստահ եմ կլինեն մարդիկ ձեր մեջ, որ չեն համաձայնվի, բայց ես սովորել ասել են ինչ-որ մտածում են, մանավանդ ինչի մեջ որ արդեն համոզված է։ Մենք այս որակները, որ հիմա ունենք, որ հաղթական արցախյան ազատամարտ ունեցանք եւ այլն, դա շնորհիվ էր Մոլայի խոսքը, որ Ռասիայով ամբողջ Արցախը գիտեն, Մոլայի խոսքը, որ տարածվել էր, հայը, որ գլուխ կտրեց, գիտա կանչ կտրեց, սա տեսնված չի, սա չի հասկացվում, ինչ է կատարվում, փախեք իր հոտին այդ խորհուրդներ կրել։ Հիմա ինձ համար օրինակ պարզ է, որ հայը ինչպես պատահեց, որ ի վիճակի եղավ գլուխ կտրի, ֆուտբոլը եղել, որովհետև 7 տասնամյակ սենց չէր ավել, ուրիշ գաղտնիք չկա։ Եվ ճիշտ ասած, մտածում եմ, որ եթե այն օրերին, որ ուղղակի հայրաքելական եկեղեցու դաստիարակության հարազատ պատկերն էինք ներկայացնում, ամեն ազգային տեսակ իր հավատքի գաղափարականության պտուղն է, ամեն ազգային տեսակ։ Մենք և հենց հայ առաքելական եկեղեցու գաղափարականության դարերով ներարկված արժեքային համակարգով եւ այլն, այսինքն եկեղեցու դաստիարակության պտուղն էինք եւ մեր անդրադարձը առհասարակ այն էր ինչ-որ եւ հենց դրա համար մենք վաստակեցինք ցեղասպանությունը վաստակված է ուներիք իհարկե վաստակված է այսինքն մենք թույլ ենք տվել որ մեզ այդ ցեղասպանությունը անի եւ եթե որ այս որակները որ հիմա ունենք փակաստու որ ունենք եւ այլևս թուրքերը մեր դեմ չեն կարող իսկապես չի կարող ոչ որևէ մեկ չի կարող ուրեմն մի քիչ այդ որակներն էլ զանգտանք սնուցեն ավելի ամեն իմաստով եւ ընդհանրապես չեն կարող Եվ եթե մի քիչ այդ որակներից ունենանք, ես այն համոզմանն եմ, որ նրանց թափով բուանին քրդերը փախնելու են։ Իրենք հայրենիքի համար, իրենք ոչխար թալանելու համար են կռվել, օրինակ ասենք, մեր գյուղերից մի բան թալանելու համար են կռվել, çünkü հայրենիքի բան չկա, իսկ մենք չենք ապրել հանուն հող ու ջրի։ Մեր արժեքային համակարգը ցավոք սրտի շատ կարևոր է, թե ազգերը հանուն ինչ են, հանունները շատ կարևոր են, հանուն ինչ ենք ապրում, մենք չենք ապրել հանուն հայրենիքի, հանուն հող ու ջրի չենք ապրել, առանձին անհատների մասին չի խոսքը, որ ուղղակի ի վերուստ քահանայի տղա էր, առանձին անհատների մասին չի խոսքը, որ կարող է մի դարի մեջ 5-6 ծնվեն կամ չծնվեն, ընդհանուր լայն հաշվով, ազգի լայն ընդհանուր երևույթներն իր անդրադարձը արձագանքը, այսինքն մենք այսօր փորձում ենք շփենք մեր ողնաշարը, փորձում ենք, ես կարծում եմ, որ այդ փուլի մեջ ենք, չէ մեծ, եթե իմանում ես, որ ողնաշար, եթե նկատել ես, գնահատել ես, որ ողնաշար ինչ-որ շփկած վիճակում չի պետք է գործ ունենք վիրատության բուժման, ուրեմն արդեն ճիշտ ճանապարհի վրա ենք։ Եթե սահմանը բացվի, ազդեցության բան ինչքան դես կլինի Հայաստանից դեպի Արևմտյան Հայաստան կամ քրդական Պարսկական։
Այսինքն կառավարությունը դրանից իսկապես վախենում է։ Չեմ իմանում, ձեր հարցի, որ հիշեցի ուղղակի կներեք, արժե որտեղ նաև կապված է հարցը։ Ուրեմն Մուշում Չեքին անունով մի մարդ կա, որին 2000-ից եմ ճանաչում, ինքը իր անունը փոխել այլ բիզնեսի գործերով Հայաստան է գալիս գնում, անուն փոխել Արմեն է դարձել։ Երեխեքի համար ասեց, տանս վարակույրները քաշել են երեխեքից հայերեն եմ սովորեցրել։ Այսինքն դուրս չիմանան, թաքուն երեխեքին հայերեն է սովորեցրել։ Ինքն է ասում բարբարով է կոչում։ Ինքը հայ, ինքը հիմա իսլամ հայ ասեն է սխալ խոսք է ճիշտն ասած։ Ես պիտի պայմանականությունը մենք միշտ հասկանանք, որ ճակերտների մեջ է իսլամ։ Ինչպես են իսլամ հայ հենց համշենահայերը, երբ որ գյուղ են մտնում, ասում են ուզում են ձեր գերեզմանոց տեսնեմ, ասում են գերեզմանոց չունեն։ Գյուղ կնի գերեզմանոց չունեն, հա։ Ասում են հա, բայց ունենք ամեն մի ընտանիք իրավունքցիաներին իր պարտեզում է ամփոփում, որտեղ եթե մենք հասարակական գերեզմանոց ունենանք, իմամի այցելությունից չեն կարող խուսափել։ Մսկիթն են տեսնում մի հատ գյուղ, հա մսկիթը ասի ամեն գյուղերում եկեղեցի կա մսկիթ, մենք մսկիթներն ենք այցելում եւ ամեն մսկիթի կառուցման թվականը ինձ համար կարեւոր է, որտեղ մեծ մասամբ 70-ականներից այս կողմ են կառուցված։ Հա, ուրեմն ասում ենք լավ, մսկիթը կարելի է, մսկիթ չունի, ասում։ Ինքը իսլամ չէ։ Չէ, իսլամ են, բայց մսկիթ չունեն, դե մենք չեն կառուցել մսկիթ։ Մինչև 10-15 կիլո բնակչություն ունեցող ցանկացած գյուղ մսկիթ ունի։ Մի հատ բացառիկ երևույթ, համշենահայ գյուղերում վերջին 4-5 տարի կառավարությունը բյուջե է դնում, պետությունը իր ծախսով մսկիթը գյուղական հասարակությունն է կառուցել ամբողջ Թուրքիայի տարածքում։ Դες բան չկա, որ պետությունը մսկիթ կառուցի իր գյուղի գյուղացու համար, դες բան չկա։ Համշենահայ գյուղերի համար ճար է կտրած ըստ էության, կառավարությունը մսկիթները սկսել կառուցել վերջի տարիներին։ Հիմա այս հայերին հենց ասում իսլամ հայեր։ Ինչ ասեմ, մի քիչ չի կողմը։ Բայց կրոնական բաներին ծանոթ է, Ղուրան, Ալլահ, կամ աղոթքները, բաները տեղից տեղ տարբեր են, ընդհանուր առմամբ ծանոթ են, բայց պաստորեն ամեն ինչ անում են, ես այնտեղ մտավորականների եմ հանդիպում, օրինակ Քոփայում համշենահայ փող քաղաքապետը, իհարկե քաղաքապետն էլ հայ բայց չեմ տեսել, փող քաղաքապետը մեզ շրջեցրեց մի ամբողջով, ռեժիսոր կա Ալբերոս ջան, որ մասնակցում է նաև Ոսկե Ծիրանի համշենահայ Քոփայի շրջանի գյուղերից են։ Ուրեմն, տեսակ բոլորը խոսում են, բոլորը կոմունիստ են, ասում են, Սովետ երկիրն են մեռավ գնաց, դուք ինչպես է կոմունիստ է, գիտես ուրիշ հարց կա։ Երբ որ ասում են կոմունիստ ենք, այսինքն աթեիստ են, երբ որ աթեիստ ենք, մեզ չեն ստիպում, որ մսկիթ բան եւ այլն, այսինքն լիքը սենց հարցեր կան։ Մեր հայերի կռիվը քրդերի հետ, այդքան որ ասի կռիվ ունեն, կռիվը բաշխասի հիմքը ինչն է։ Աղջիկ պատահում է, որ վերցնեն, այն էլ հազվադեպ քրդերից, բայց աղջիկ երբևէ չեն տալիս։ Եվ քրդերի հետ պատերազմը սա է, որ մենք իսլամ ենք, դուք իսլամ եք, ինչ խնդիր ունենք։ Երբ քրդերենով մի բառ ասացին, որ իրենց թարգմանաբար նշանակում է հայ տղա։ Այսինքն իսլամ հայերին այդ խոսքն են ասում։ Հայ տղաներ, հայ տղա։ Եթե չեմ սխալվում ֆլե, քրդերենով ֆլե հենց հայ տղա է նշանակում։ Ֆլե չէ, ֆլե մի քիչ չէ, վիրավորական չի։ Վիրավորական չի, չէ։ Տարբերակելու համար ավելի շատ այդ ձևով են դիմում։ Ուղղակի Միշտ հիշեցնելու համար։ Ուղղակի այդպես են ճանաչում, այսինքն նրանք երբեք չեն մոռանում, որ թեկուզ 6-րդ սերունդն է, բայց հայ է։ Հայերն էլ որովհետև հենց այդ ձևով չեն խառնվել, աղջիկ չեն տվել, հազվադեպ աղջիկ իրենց մեջ են։ Այնքան հետաքրքիր աշխարհագրական նրանց ցանց ունեն, գավառից գավառ ճանաչում են։ Տղան աղջիկը պսակելու տարիքի հասնում, գավ իրենց ցածր հյուսակ ունեն, իրար մեջ են։ Եվ դրա համար քրդերը խրտնում են։ Եվ պատերազմական միջև առնայության է եղել, ասում մեր դեպքը եւ մի ընտանիքի օրինակով շատ ուրիշ դեպքեր են տեսել եւ մի կարեւոր բան էլ ասեմ այս Մանասկերտի մեր Շեյխ Յուսուֆ գյուղում իմ ազգականներից մի ուրիշ խումբն է, Թոշակի անցած իմամ ազգական ունեն, հոյակապ անձնավորություն, հոյակապ հայ, իր տղան Ալիի հետ Ռաֆիի գրքերից են բաժանել, հաղորդագրություններ ուղղակի հայերենով։ Ինչ է գրում, արևմտյան Հայաստանից ողջույն, իսլամ հայ է,
Մարտի դեպքերը եղավ, հիշում եք, այդ օրերի Մարտակերտի Լևոնարդ գյուղի կողմից ադրբեջանցիները հարձակում արեցին։ Մերոնցից 2 վիրավոր էր եղել, նրանցից 6 սպանված։ Հաջորդ օրը անմիջապես զանգում են հեռախոսով, գրասենյակի հեռախոսի վրա էր սա։ Ուրեմն, դե որ թուրքերեն են, Ռաֆի ջան, արդես որ գավառից է, որ գյուղից է, ինչի բադամիջ ով է։ Ուրեմն, վերցնում ազգական դա։ Ուրեմն ինչ կալի, ալին վերջացան խոսակցություն հետևյալներ։ Լսել ենք մերոնց վրա հարձակվել են։ Դուք մեզ գիտեք մեր գյուղը եղավ, մենակ մեր զենքով, մենակ մեր գյուղից 100 հոգով կգան, մեզ լուր տվեք երբ պետք է։ Իմամի տղեն։ Իմամի տղեն, իրանց ընտանիքը, իրանց մի քանի ընտանիքներ են գյուղում, ուրեմն իրենց էսենց է, օրինակ, եթե 10-15 ընտանիք կան, արդեն պետք եղած ժամանակ 100 զինվոր են։ Եվ քրդերի այդ կռիվների ժամանակ այդ կազմով են, այսինքն այդ ձևով են կռիվները ընդհանուր։ Ոստիկանությունը միջամտում է։ Այդ ծաղիկ չեմ ունեցել որ ականատես լինեն, բայց այդ բաների մասին ընդհանրապես թուրքական ոստիկանությունը որպես կանոն ինքը աշխատում է իրենք սարսափում են զոհվելուց։ Որտեղ օրինակ ասենք ժանդարմերի անվան չի, ասենք շատ տեղեր իրենց բախտն են ամուսում։ Ասենք պիտի օրերն ենք հաշվում, որտեղ օրեկան մի պատահար է տեղի ունենում։ Ոնց որ մեր մոտ ճանապարհներին ավտոյի մայրուղիներին տեսնում ենք փոքրիկ խաչքարեր, բան, այս տեղից գլորվեց, այն մյուս խմացին որտեղից գլորվեց, արագությունը չգիտեմ ուր հասցվեց, գլորվեց, եւ այդ խաչքարեր, այնտեղ էլ ճանապարհներին թուրքական սպաների այստեղ 6 հոգի, այստեղ չի մի քանի հոգի։ Ամեն այդպես հուշարձաններ են։ Սարսափի մեջ են այդ ծառայող զինվորները, ասում են մենք ուղղակի օրերն ենք հաշվում, մենք այս պիտի այստեղից բանանենք։ Եվ երբ որ ասենք միտեղ իրար տալիս են, հիմա քուրդն ու հայն են, թե քուրդերն են իրար մեջ, սեղային կռիվներ շատ են լինում։ Այսինքն ժանդարմերիան միայն հանդիսատես է։ Կամ մի պաշտոն է կարող է վերջի պահին օրինակ երբ որ հանդարտվի նոր որ ինդիա վտանգստվարն է։ Վերջին պահին գա ասում է ձեր ինչն եմ ասել, բան չեմ։ Իսկ չեմ փորձում հայերից իսլամացած հայերի աղոտ խորացություն։ Ձերքից այդ զենքերը վերցնել իրան։ Զենք համատարած ունեն։ Օրինականը, հա։ Ես քրդական օրինակ մի հատ հարսանիք ականատես եղավ, ակամա մի հատ գյուղի Բաղեշի թոփ գյուղ կար, այդ գյուղում եկեղեցի կար, այդ օրը այդ գյուղում հարսանիք կար։ Նախ ասեմ, որ այն գյուղում որ հարսանիք կա, լավ որ մարդ գրաֆիկից ծրագրից հանի այդ գյուղը, թողի հետագային։ Նախ որ մինչև գյուղ հասնելը, քրդի լակոտները ուրեմն քարերով ճանապարհը քանի շերտ փակում են։ Եվ ամեն մի ճամփեն որ փակել են, պիտի դրանց թարա։ Ուրեմն գումար տաս։ Մենք իհարկե աշխատում ենք երբեմն կոնֆետով կրամքենների բան եւ այլն։ Եթե որ չտվեցի, դեն սխալ եղել է, այսինքն քարերը ճանապարհի վրա այդ մեքենայի վրա են գալիս։ Դրա համար ավելի լավ է հաշվալ, բայց շերտ հաշերը, այսինքն ինչեւ որ դուք հասնես։ Իսկ երբ որ վերջապես այդ թոփ գյուղը ձևով մի կերպ հասել էին, որ իմաստ չուներ, ինչ որ այդ գյուղում տեսանք, կյանքում չեմ մոռանա։ Մեծ մասամբ խորհրդային զենքեր, բայց այդքան տարբեր տրամաչափի հրազենի տեսակներից, այդքան որ ոտ կրակեցին, մի բանակ ուղղակի այդ գյուղումներ արդեն, դա հասանիքի առիթով էր դանդանում։ Ու քուրդ էին մենակ, ու երբեմն իրար գյուղ են մտել Աղբակի Բաշխալեի շրջանում, մի ամբողջ գյուղ հրդեհված եւ մեռած պատերը կանգնում, եւ նես տպավորություն որ ասենք 15 թվականին էլ այդ նույն պատկերն էր ճիշտ ասած, ուրեմն 15-ից հետո ու հարցնում ենք ասենք եւ առաջին անգամ ճիշտ ասած ինձ թվաց թե նույնիսկ ուղղակի պահպանվել է դենց այդ պատերը։ Հա, ասում են չէ, կռիվ եղավ երկու ցեղերի միջև, պարտվողը գյուղից դուրս եկավ եւ այս դրանց տներն են։ Պարտվողը աղագին ընտանիքներ, 30 քանի ընտանիք մի անգամից գյուղից դուրս եկան, նրանց քոչեցին եսիմուր։ Այսինքն իրանք իրար մեջ էլ է ցեղային եւ այս իրավիճակում երևակայեք, այսինքն ում ենք պարտվել։ Այսինքն երկու մտնելու բան։ Այնքան շնորհակալ եմ այս հարցին, որտեղ հիշեցի այն տեղը, որ միտքս թռավ ինչի, ինչն է հայ պահում։ Երբ որ Արմենին, որ Չեթին էր,
ասեցի մի անգամ մի հիմար խոսք, ասա Արմեն ջան, գործը դեռ իսպաների հետ չէ, զուտ տեղափոխվես Հայաստան։ Հայաստանում մի հատ նայեց դեմքից։ Ասեց, դե որտեղ Հայաստան էր եկել գնացել էր, ստեղի ազգային մթնոլորտը իրար ձեռք չմեկնելու մթնոլորտը լավ զգացել վայելել էր։ Այդ ֆոնի վրա էր երևի ավելի չեմ անում, ասեց ես Հայաստանում եմ, դուք ձեր դար գնացեք։ Ասում եմ բարբար, որ չեն կարել։ Ինչն է հայ պահում, տեղաբնիկ լինելու հանգամանքը, այն արմատները, որ զգում են, արմատը զգում են իրենք։ Եկ գիտեն, որ ես ճիշտ է, որ իրենք ինձ գլխով սենց բան տեղ ունեցա, բայց այդ երկրի տերը, բնիկը իրենք են։ Եվ իրենց ամեն վարկյան քրդերն են հիշեցնում։ Մոքսի լճան գյուղի մոտով էինք անցնում, նախորդ տարին գյուղ էինք մտել, մի քանի նկար էի արել։ Հաջորդ տարին հենց այդ հոգեորականների հետ որ ասեցի գնում էինք, ասի չեմ ուզում գյուղ մտնենք, բայց մի ծրար կար նկարներ, իսկ միշտ այդ նկարները շատ կարևոր են։ Ամեն անգամ նկարում ենք, հաջորդ անգամ որ այդ նկարները տալիս ես այն որ չէին ցույց տվել, մի քիչ բան կար եւ այլն, հաղթվում են եւ ավելի բացվում են։ Ուրեմն նկարները, բայց ասի չեմ ուզում գյուղ բարձրանանք, հիմա ուղղակի ճանապարհին որ այդ գյուղի տարածքով ենք։ Որևէ մեկը եթե հանդիպի, պատահական մի իրենց գյուղացի կլինի, էլի։ Նկարների ծրարը կտան, կասնենք։ Պատահեց մեկը, ասում ենք բարև ձեզ, այս ձեր գյուղացիներն են, անցած տարի գյուղում ենք եղել, խնդրեմ կճանաչեք, փոխանցեք նկարները։ Վերցրեց նայեց Հայաստանից եք, Էրմանստանից եք։ Միշտ խոսքն ասում Մանրաքյալ, այսինքն հայրենիքը, ասում ենք Էրմանստանից։ Ուրեմն ուրիշ բան չի ասում, դե բարև չի ասում։ Թարգմանություն ու բան ասում։ 1000 տարի հետո էլ որ գաք միևնույնն է ձերն է։ Ասում դու գնաց։ Այսինքն քուրդ, այդ քուրդ է։ Այսինքն քանի որ ամբողջ քուրդ ժողովուրդը այդ շատ լավ է իմանում 100 տեղը հանդիպել, ծերունի մարդ, փայտը ձեռքին, հենց իմանում հավաքանջին հասնում է Հայաստան, թե չէ, ձեռնապայտ Էրմանի թոփրակ, այսինքն հայի հողա, այսինքն համատարած է սա, եթե թուրք պաշտոնյան, որ խոսքի սկզբում ասեցի, որ թուրք պաշտոնյան իրար մեջ անշուշտ, ոչ միս է, այդ խոսքն են ասում, այսինքն իրենք շատ լավ են իմանում, ում տան մեջ են նստած, և ուր մնաց տեղացի հայերը ոնց են իմանում, Մոքսի Թառամախ գյուղում 108 տարեկան մի հատ մարդու հանդիպեցինք, հայ մարդու, 108 տարեկան, մեր խմբի մեջ մի բժշկուհի կար այդ անգամ, որ իմացավ բժշկուհի կա, հետաքրքիր թուրքերենը չէր իմանում, հայերեն չէր իմանում, թորնուհու հետ քրդերեն էր խոսում, թորնուհին մեր թարգմանչի Ռաֆի հետ թուրքերեն էր խոսում, Ռաֆին մեզ հայերեն էր թարգմանում, այսինքն 3 ձևով թարգմանություն էր գնում, որ իմացա բժշկուհի կամեր միջ, ասեց, այդ աչքան այդ հարցու, այս քանի օր այս ոտքս ծունկի մասում, ինչ ծնի, դերբալի, այս 100 տարեկան առաջի անգամ չողոտի, ուրեմն այս մարդը հայրը մանուկ, մայրը Սիրանուշ, ազգականների էլի շատ լավ հայկական անուններ էր թվարկման, մի 2 կամերա ունենք, զուգահեռաբար 2 կամերայով նկարենք այդ ամբողջ զրույցը, ասեց ինչ որ տեղի ունեցա 15-ին, ամբողջ մեր գյուղը փախավ, հետո մնացորդները վերադարձան, բայց 21 թվականին որոշում եղավ, որ ով որ ուզում է շարունակի, մնա իսլամություն ընդունի, պետական կառավարական մի կարգավորություն, շատերը դուրս եկան, նրանք որ մի կերպ նորից հետ էին, 2 տարի նսեպին ենք ապրել, բան այդ ջարդից եկել, պատմեցին ըստ ամբողջ կենսագրություն գլխով անցած, բայց ասեց ուրեմն մենք եւ մի ընտանիք, 2 ընտանիք միայն իսլամություն ընդունեցինք ու մնացինք, որովհետեւ չէինք ուզում էլի մեր գյուղից դուրս գայինք։ Եթե այդ ճանապարհը, եթե այդ գինը բան արեցին։ 15 թվականից սկզբանե չեն մնացել, գնացել։ 15-ին նախ փախել են, հետո 18-ից հետո, պատերազմի ավարտից հետո, քիչ-քիչ եկել հավաքվել են 21-ի, 22-ի սկզբին, կարծեմ 21-22 ասեց հիմա լավ չեմ հիշում այդ որոշում որ եղել է, 21 կամ 22։ Եվ ուրեմն ասում ստիպված նրանք որ արդեն հավաքվել էին նորից վարության, նորից քիչ-քիչ տուն են շենացել էին, բայց մեծ մասամբ շուզեցին իսլամություն ընդունեն, դուրս եկան, դեպի Սիրիա գնացին մեծ մասամբ ասեց, բայց մենք եւ այսինքն ասեց իմ հայրս եւ արդեն իր հայրը մահմեդականություն էր ընդունել եւ ելի մի ընտանիք ընդունեցին իսլամ եւ մնացին եւ հետաքրքիր մի բան ասեց վերջում այս մարդը ասեց թարգմանչի միջոցով էս ամենը դրանքանաբար մի բան ասեմ ձեզ 2 ընտանիք էինք 20 ընտանիք ենք դարձել
Երդեք, կվերջանաք, իսլամ ընդունեք։ Ձեր ինքնայինքը իր փորձից է ասում, էլի, որ տուրը աչուձախ երեխա, բան եւ այլն, այսինքն շատ լավ գիտեն այդ ամբողջը։ Արաբների այն վերջի հայ բաղություն ուղարկման մահացել է հայը։ Արաբների այո մահացավ, ես հիշողությունս լրիվ գործել եմ, իրոք ես իմ այդ բանկանունը չի հիշելը անհարգանք է ուղղակի, ես ակասեմ։ Էլի նմանատիպ մեծահասակ մարդ։ Զորագույն մարդ էր, զորագույն։ Չէ, որ մռնչում էր մարդը։ Այդ նույն թուրքը, որ մեզ ասեց 10 տեսակ խաղող կար, ձեզ հետ ամեն ինչ վերջացավ, չորացավ, հաջորդ խոսքը այդ ասեց, ասեց մտեք մի շատ հզոր հայնի, Միրաշահյան, ազգանունը Միրաշահյան, ազգանունը գոնե հիշեցի լավ, հետո անունը հիշեմ, հպավորիչ ազգանունն էր Միրաշահյան։ Իսկ դիաները պահպանվում են, թե ստիպվածային։ Չէ, այս մարդը ինքը քրիստոնյա մարդ էր, այսինքն։ Բայց այստեղ խնդիր ունեն իրենց ազգանունը ջանքաշավորության պահպանվում։ Մեծ մասամբ ունեն, օրինակ ասում եմ մեզ հանդիպած հայերը ԵԼԴՐՄ էին, ասես մեր իսկական ազգանունը Հարությունյանն է, բայց ԵԼԴՐՄ են գրում։ Իսկ հայերը խոսելու համար են վախենում, թե շատ են ասում։ Հայերեն չեն խոսում, որտեղ ում են, իրար մեջ խոսում են, իրար մեջ, բայց մնացած արդեն քուրդե քրդերեն են խոսում, թուրքերեն են խոսում, եւ թուրքերն ասի չեն իմանում, որ սա, հետո իրենց գործն էլ չի, այսինքն հայերով մեր հավաքված ժամանակ հայերեն են խոսում։ Մեզ շատ հաճելի է, որ օրինակ հասանք այդ մոտկան գավառի կորած գյուղ գոնք նախկին անունը գոնք, հիմա Չաթալերի կերիչ է։ Ուրեմն եւ մեքենայից դուրս եկանք իմանում ենք, որ հայ կա։ Եվ արդեն ասել ենք Մուրադի տունը այնա, Մուրադը հայ, ասենք դուրս եկանք մեքենայից բարև ձեզ, Աստծո բարի, ձեզ ապշած մեզ են նայում, որտեվ հայ լսից մեկ է որ չի։ Ապրիլի 22-ին ժամի 2-ին վերջի 3 տարիների ընթացքում հրատարակված մեր գրքերի շնորհանդեսը կազմել գրադարանում, եթե ոչ։